Քո հաշվին կա 334,000 ամերիկյան դոլար։ Գիտեք, որ հայրս որոշեց գումար տրամադրել ինձ եւ եղբայրներիս, ինքը $1 միլիոն բաժնեց 3 մասի, 333, 333, 334։ Դասախոսության անունն եմ տենց կոչել, դասախոսությունը կոչվում է $334,000։ Եվ սա մի լավ օրինակ կարող է լինել օգնելու համար նրանց եւ հասնելու երազանքին։ Նոր ձևաչափով, նոր հնարավորություններով եւ նոր էներգիայով, ինչը որ եւ փոխաբերական եւ ուղիղ իմաստով ենք նշում։ Քանի որ Flash-ը կայացած ամուր ընկերություն է, ես վստահ եմ, որ դուք դեմ չեք լինի նաեւ խոսել մրցակցությունից։ Ես ծնվել եմ մեծ բիզնեսի ընտանիքում, բայց գումարից հեռու։ Մենք ուզում ենք առանձնանանք մեր ֆիրմային, այսպես ասած signature մանուշակագույն սոուսով։ Նույնիսկ կարելի շարունակել մանուշակագույն ճանապարհորդություն Flash-ի հետ։ Մանուշակագույնը պետք է հաղթի մնացած գույներին։ Երբ պարոն Բեգլարյանը նորից սկսեց վստահել իր կրտսեր որդուն, Սանասար Բեգլարյանին։ Այդ ժամանակ հասկացա, որ ունեմ կարիք շատ նորից կրթվելու, նորից սկսեցի ընթերցել արդեն իմ կամքով, ինքան գիրք կարդացող մարդիկ կանխի չեն հարստանում։ Չկա գետ մեկ երջանիկ, որ իրան հաջողակ չհամարի։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ուզում եմ խնդրել բաժանորդագրվել Հերմինե Ստեփանյան YouTube-ի պաշտոնական ալիքին, որպեսզի առաջինը հենց դուք դիտեք Հերմինե դիալոգ նախագիծը, ինչպես նաև միացեք իմ Facebook-ի եւ Instagram-ի պաշտոնական էջերին, որովհետեւ այնտեղ ես մշտապես թարմացնում եմ լուսանկարները, տեսանյութերը եւ իհարկե սիրով պատասխանում եմ բոլոր մեկնաբանություններին եւ նամակներին։ Դուք գիտեք, որ Հերմինե դիալոգ նախագծի շրջանակներում ես հաճախ անդրադառնում եմ տարբեր ընկերությունների կամ էլ մարդկանց հաջողության պատմություններին։ Միշտ հետաքրքիր է կիսվել հաջողության պատմություններով, որպես օրինակ նաև դուք կարողանաք լսել, տեսնել, վերցնել եւ կերտեք ձեր հաջողության պատմությունը։ Այսօր պատմելու եմ Flash ընկերության հաջողության պատմության մասին, բայց իմ եւ Flash ընկերության պատմությունը սկսվում է հունիս ամսից։ Երևանից ես Ստրիկս եւ իր ընկերուհիները գնում ենք դեպի Տավուշ։ Ճանապարհին Դիլիջանում լիցքավորման կարիք կար։ Կանգնեցինք Flash լիցքավորման կայանում եւ այնտեղ կար նաեւ Express Shop, որտեղից կարելի էր փոքրիկ գնումներ կատարել ճանապարհի համար։ Ներս մտանք եւ երեխաները տեսան, որ կարելի է նաեւ տեղում հենց թարմ պատրաստվող հոթսթեր հոթդոգները փորձել։ Իհարկե երեխաները փորձեցին եւ շատ հավանեցին։ Հետո արդեն անընդհատ ճանապարհներին փորձում էինք եւ տեսանք նաեւ, որ մշակել են նաեւ հատուկ մանուշակագույն սոուս, ինչը երեխաների համար հատկապես շատ ուրախալի էր, հետաքրքիր էր, գունագեղ էր եւ շատ համեղ էր։ Մենք առիթը բաց չենք թողնում փորձելու հոթսթեր հոթդոգերը։ Հետո այնպես ստացվեց, որ ես սկսեցի համագործակցել Flash ընկերության հետ, ծանոթացա գործադիր տնօրեն Սանասար Բեգլարյանի հետ, լսեցի նրա հաջողության պատմությունը, ընկերության հաջողության պատմությունը, ինչը շատ հետաքրքիր էր, ոգեշնչող էր եւ նաեւ ինչ որ առումով անհավանական էր։ Ճանաչես։ Գիտես ինչ հոստերտս ուզում իջա։ Դերշին հոթդոգներից այնած նոր մանուշակագույն սոուսով։ Դու գնա դասերը տարա։ Ես ինքս այդ հոթդոգից էլ սոուսից էլ կպատրաստեմ։ Okay? Մարիա, ձակս պատրաստ է, արի։ Ես այս առիթը բաց թողնել չէի կարող եւ այսօր Flash ընկերության գործադիր տնօրեն Սանասար Բեգլարյանին հրավիրել եմ իմ նախագծին, որպեսզի լսեմ նրա եւ ընկերության կյանքի եւ հաջողության պատմությունը, ինչպես նաեւ պատմենք ձեզ, որ ոգեշնչվեք եւ կերտեք, ինչպես արդեն ասացի, ձեր հաջողության պատմությունը։ Գնանք դուռը բացեմ։ Ողջույն, համեցեք, այս մանուշակագույն ողջույնը։ Մերսի շատ, այսենա ինչ-որ ես զուշակում եմ, ծաղիկների համար էլ անչափ շնորհակալություն, համեցեք, բարի գալուստ իմ տուն։ Շնորհակալ եմ շատ։ Համեցեք։
Անասաճան շատ շնորհակալություն ինձ հյուր գալու համար։ Ես մինչ ձեր գալը արդեն ովքեր մեզ հետևում են իրենց հիշեցրեցի, որ ինձ համար շատ կարևոր է հանդիպել եւ ցույց տալ մարդկանց, ընկերությունների, ովքեր շատ հետաքրքիր հաջողության պատմություն ունեն։ Ինչից են սկսել, ուր են հասել եւ դեռ ինչ է առջևում սպասվում։ Մենք խոսելու ենք Flash ընկերության հաջողությունների մասին, ինչպես նաև ձեր մասին, բայց մինչ այդ ես ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն ասել Express Shop-ից ինձ համար հոստեր հոթ-դոգերը բերելու համար։ Ես իհարկե առաջին անգամ չեմ փորձում եւ չեմ թաքցնում, որ լավագույն սպառողներից մեկն եմ, եւ ես եւ իմ ընկերները, որովհետեւ միշտ այնպես ճանապարհին ճիշտ տեղում հանդիպում են Express Shop-երը Flash-ի եւ միշտ հենց տեսնում ես այդ հոթ-դոգերը հասկանում որ խրուտել ես ուզում, չես կարող հրաժարվել, այնպես որ շնորհակալություն։ Անուշ լինի, բարի օր, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, մենք սիրով պատրաստ եմ զրուցելու եւ ձեր բոլոր հարցերին պատասխանելու։ Ես ուզում եմ նաեւ ոնց որ օգնենք երիտասարդներին, ովքեր նոր են կյանք մտնում, ովքեր ունեն մեծ երազանքներ, մեծ ապագաներ ու նաեւ չգիտեն ճանապարհները, վախեր ունեն, անհանգստություններ ունեն եւ սա մի լավ օրինակ կարող է լինել օգնելու համար նրանց հաղթահարելու այդ ամեն ինչը եւ հասնելու երազանքին։ Իսկ իմ երազանքը այս պահին մի գավաթ խաղում գինին է։ Լցնենք, հա, Իհարկե։ Իսկ ես կհյուրասիրեմ մեզ հոթ-դոգը, բայց ես առաջարկում եմ չչարաշահենք, որովհետև մեզ առջևում հրաշալի մենյու է սպասվում։ Ես կարող եմ անխորժակել պահեմ, դուք կարող եք օգտվել, ասում եմ ես չեմ կարող դիմակայել, ես չգիտեմ դուք ինչպես եք դա անելու, դա իմ ուժերից վեր է։ Ես էլ չեմ դիմակայել, ասում եմ ավելավա եկեք չզսպենք մեզ, այսօր ամեն ինչ կարելի է։ Փրփրուն գինի է, հա, ճիշտ եմ հասկանում։ Չտրակի։ Չնայած սրանց գազը քիչ է։ Անուշ լինի։ Այս սոուսը ո՞նց եք ստացել։ Սոուսի պատմությունը իրականում շատ հետաքրքիր է։ Երբ որ մենք խնդիրը դրեցինք խոհարարների առջև, որ մենք ունենք հոթստեր, առանձնացված հոթ-դոգի պրոդուկտ, մենք ուզում ենք առանձնանանք մեր ֆիրմային, այսպես ասած signature մանուշակագույն սոուսով, կարևորագույն կոմպոնենտներից նա եղել, որ դա պետքա լինի միայն բնական բաղադրիչներից բաղկացած։ Ու պատմությունը շատ հետաքրքիր է, սկսեցին չարչարվել, ուղարկեցին տարբերակներ։ Խոհարարները, այո, ովքեր բազմափորձ էին, բայց ոնց որ նման խնդիր դրված այսպիսի բաները բոլորը ստեղծագործական աշխատանքներ են եւ տենց հանպատրաստից ստեղծագործել ստեղծագործողին ասել դա հեշտ չի։ Իհարկե։ Այսինքն դրան ժամանակ է պետք, դրան տրամադրություն է պետք, մտքեր են պետք ու սկսեցին տարբերակներ առաջարկել։ Հիշում եմ առաջի տարբերակը, որ ուղարկեցին, ժողովի ժամանակ էր։ Ես ժողով էի անցկացնում ղեկավար անձնակազմի հետ, մի պահ ժողովը ոնց որ կանգնացրեցի, ասացի Ժորժ ջան, սոուս եմ բերել, պետքա 30-ամյակի նախաշեմին մենք միջոցառում ունեինք սեպտեմբերի 13-ին, որը շատ բարով կարող եմ ասել բարեհաջող անցկացրեցինք։ Ոնց որ այդ օրը պետքա դա ներկայացվեր եւ օրեր գրեթե չէր մնացել, եթե չեմ սխալվում, մեկ շաբաթի կարգի էր։ Բերեցին սոուսը, կանգնացրեցի ժողովը, ոնց որ նաեւ բերել էին հոթստերները չհավաքված վիճակում, այսինքն զուտ հացը եւ ներփերշիկը, որպեսզի մենք սոուսի քիմքը հասկանանք ինչպիսին է։ Նա ընդհանրապես խոսում է հոթ-դոգի հետ, չի խոսում։ Իրականում սոուսը վատը չէր, բայց գույնային գամայի խնդիր ունենք, այսինքն գույնը շատ մուգ էր, չէր համապատասխանում մեր բրենդային գույնին, համը վատը չէր, համը շատերը կողմին, բայց դե գույնը միանշանակ մերժվեց ու ասացինք ոնց որ բոլորով քննարկելով, ասացինք չէ, եկեք համը փորձենք անփոփոխ թողել, բայց խոհարարներին ասենք, որ գույնի վրա պետք է աշխատեք։ Հաջորդ օրը ես ֆիդբեք եմ տալիս խոհարարին, հետադարձ կապով ասում եմ, որ լավն է, բայց եկեք գույնը բացացնենք, մերը չի։ Ասում եմ շատ լավ։ Ինձ մի օր ժամանակ տվեք, ոնց որ այսինչ ժամին ես կուղարկեմ օֆիս նոր սոուսը, հա։ Ժամը, նո ասել է տենց երկրորդ կեսին, չգիտեմ որ ժամին պետքա
Ուղղակի էլի իմ գրասենյակում քննարկման ժամանակ նամակ եմ ստանում ֆինանսական տնօրենից, որ ու քննարկման ժամանակ շատ արագ եմ նամակը կարդում, ոնց որ արագության տակ վրայով անցնում sense տպավորություն է, որ սոուսը ինձ մոտ է, երբ հարմար կլինի ուղարկեմ փորձենք, ես ենթադրում եմ, քանի որ այդ ժամանակ էլ օֆիսը վերանորոգման մեջ է, ոնց որ բարձրանում ես երկրորդ հարկ, ով որ պետք է սոուսը բերեր, դեմ ու դիմաց ֆինանսական տնօրենի սենյակն է, ասում եմ երևի տենց պատահաբար բերել է ինքն էլ դե ընդունել է, ասել է լավ, բան չանեմ, ընդունել է սոուսը, ասել է կպահեմ, ես ենթադրում եմ, կպահեմ ինձ մոտ, ես իմ մեջ իմ ուղեղում պատկերացնում որ սոուսը բերել են նոր ու նայում եմ նկարով, շատ ախորժալի գույնով է, որ տենում եմ որ լրիվ մեր գույնն է, ասում եմ լավ, երևի ֆինանսական տնօրենը պահել է իր մոտ, սպասում եմ հարմար ժամանակ, բերի փորձենք ու տենց ժամը երևի 4:30-ի կողմերն արդեն օրվա վերջ ավարտն է, գալիս է մարքեթինգի տնօրենը ոգևորված, պարոն Բեգլյան, շատ լավ լուր ունեմ, մեզ փրկեց, Սաթենիկը ֆինանսական տնօրենն է մեր, ու ոնց լսում եմ ու չի կապում ինչ-որ մի բան ուզում հասկանամ մարքեթինգի տնօրենի մոտ է ինչ-որ մի բան եղել ուզում եմ կպցնեմ իրար, որովհետև ասում եմ լավ սոուսը պահելու համար ինչի համար է շնորհակալ մարքեթինգի տնօրենը սենց ուզում եմ կպցնեմ իրար պատմությունը չի ստացվում ասում եմ լավ ներս բերեք մեկ էլ բերել են հիմա սոուսը սեղանից դրված է տենց չոր առանց ինչ-որ հոթ-դոգի բանի ուղղակի չոր փորձարկում ենք անում սոուսի համը Ես շատ հավանեցի մի անգամից, չեմ կարող բացատրել, տենց են որ իրա մի անգամից համը փորձելով մի անգամից պատկերացրեցի, որ ինքը հենց հոթ-դոգի, հոթ-տերի սոուս է։ Ու այդ վիճակին ոնց որ մեկ էլ ներս է մտնում անվտանգության ղեկավարը, ասում է սոուսը բերել են։ Նայում եմ ասում սոուսը ստեղ սոուսը բերել են ու նայում եմ մեր համարյա նույն գույնի սոուս է, տենց էական չել փոխվել, շեֆ պովերները երևի խոհարարները չեն հասցրել ինչ որ բան են, ասել են լավ, ինչ որ մի քիչ աննշան փոփոխություն է։ Այսինքն նախորդից չէր տարբերվում։ Նախորդից գույնային գամով գրեթե էլի չէր տարբերվում, հա կար ինչ որ փոփոխություն, բայց այն չէր, այսինքն էլի կար աշխատանքն անելու։ Հիմա բերել եմ դրել եմ հին սոուսը, նոր սոուսը, նույնիսկ նկարած ունեմ հեռախոսից մեջ, sense բան, ուտեղ նոր ուտեղ ասում եմ ոնց սոուսը բերել է, այդտեղ արդեն նորից նամակն եք կարդում։ Նամակն եմ կարդում, արդեն դե գալիս է ֆինանսական տնօրենը, մարքեթինգի տնօրենը, ասում են դե Մեգլան, Սաթենիկը ասում է ես վերջի ժողովին լսեցի, որ խնդիր կա Նախաձեռնողականություն վերցրեցի իմ վրա, գնացի տուն, մի քիչ ChatGPT-ով, մի քիչ իմ նախասիրությամբ, որ ստանամ մանուշակագույն սոուս, որը կհամապատասխանի հոթ-դոգին, գնացել եմ հենց տակի խանութից էլ առևտուր եմ արել, ինգրեդիենտները առել եմ, ու սենց լսում եմ, իսկականից այն որ ֆինանսական տնօրենը ստեղծել է մեր մանուշակագույն սոուսը, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Բրավո, ես ուզում եմ իսկապես շնորհավորել ընկերությանը եւ այս նորամուծության համար, այս մանուշակագույն տոնի համար, որ ամեն անգամ պարգևում եք այցելուներին։ Ես առաջարկում եմ մենք տեղափոխվենք մեծ սեղանի շուրջ եւ սկսենք փորձել իմ պատրաստած ուտեստները։ Ես այսօր դրան անվանել եմ մանուշակագույն ճանապարհորդություն։ Հուսով կհավանեք արդեն անունահավանեցի, ասում մնացածը։ Եվ խոստանակ, որ ինձ պատմելու եք ինչից է սկսել Flash ընկերությունը եւ ուր ենք հասել։ Խոստանում եմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա իմ ճաշացանկը գունային հետաքրքիր կոնցեպտ ունի։ Հաշվի առնելով, որ իմ հյուրը Flash ընկերության գործադիր տնօրենն է, ես որոշեցի ճաշացանկի մեջ օգտագործել մանուշակագույն նուրբ ծաղիկներ, ինչը իհարկե նույնիսկ պարզ հասարակ ուտեստը կարող է դարձնել շքեղ եւ էլեգանտ։ Հետևեք մեր մանուշակագույն ճանապարհին։ Պատրաստելու եմ ֆետա պանրով շատ համեղ, հեշտ, թեթև, գեղեցիկ նախուտեստ։ Տախտակի վրա լցնում ենք ընկույզ, չամիչ, հապալաս, մանրացրած դաղց, խառնում ենք, թաթախում ենք մեր խառնուրդի մեջ, ավելացնում ենք մեղր
եւ զարդարում եմ իհարկե ծաղիկներով։ Հուսամիմ հյուրը կհավանի առաջին նախուտեստը եւ հատկապես մանուշակագույն ծաղիկները։ Որ խնդրեմ ձեր անձեռոցիկը։ Իհարկե, շնորհակալություն։ Շնորհակալ։ Հիմա պատմեմ ինչ ենք փորձելու։ Շատ հետաքրքիր։ Դե ես արդեն ասացի, որ մեր այս հանդիպումը եւ իմ ճաշացանկը անվանել եմ մանուշակագույն ճանապարհորդություն։ Նույնիսկ կարելի շարունակել մանուշակագույն ճանապարհորդություն ֆլեշի հետ, որովհետեւ երեք ուտեստներն էլ ձևավորել եմ մանուշակագույն ծաղիկներով, որոնք ձեր նոր բրենդինգի կարևոր կետն են։ Առաջինը, որ փորձելու ենք, շատ պարզ մի քիչ խորամանկ ուտեստ է, որ հայ կանայք, երբ ուզում են ինչ-որ բանով զարմացնել, բայց ձեռքի տակ շատ մթերքներ չկա, կարողանան այս բաղադրատոմսը օգտագործել։ Պարզ ֆետա պանիրն է, թաթախած տարբեր մրգերի, հատապտուղների ընդեղենի մեջ։ Պարզապես մատուցումը իր գործը անում է։ Այո, առաջարկում եմ փորձենք։ Պարզ հաց ու պանիրն է մանուշակագույնի մեջ բրենդավորած, էլի։ Այո, եւ մեղրով իհարկե, որը ես բերել եմ Կալավան գյուղից։ Փորձենք։ Իհարկե, շատ հետաքրքիր տեսք ունի միջավայրից, ասում արդեն ախորժալի տեսք ունի։ Ուրախ կլինեմ, որ հավանեք։ Շատ ամովա։ Ուրա։ Դե մեզ հրաշալի ճաշկերույթ եւ հարցազրույց ցեղանի շուրջ։ Առաջարկում եմ եւ վայելենք մեր նախուտեստը եւ խաղոնկինին եւ պատմեք ինձ պատմությունը, ինչից եւ ինչպես է սկսվել ֆլեշ ընկերության պատմությունը։ Մեծ սիրով ֆլեշը հիմնադրվել է 1995 թվականին, դեկտեմբեր ամսին։ Այս տարի մեկ անգամ եւս նշեմ, մեզ համար հոբելյանական տարի է, մեր 30-ն է լրանում, եւ երիտասարդությունը հենց սկսում է 30-ից։ Շատ մարդ չի պատկերացնում, բայց երիտասարդ հենց դա է նշանակում, որը իր մեջ պարունակում է 3-10։ Երիտասարդություն։ Այո։ Հիմնադրվել է Բարսեղ Բեգլյանի կողմից այն ժամանակ հետպատերազմյան, հետսովետական նորանկախ երրորդ Հայաստանի Հանրապետությունում, կարծում եմ, եթե նույնիսկ չհիշենք, տեսնում ենք դրվագներով եւ պատմություններով, որ կայացած չի եղել գրեթե ոչ մի բան։ Այդ թվում նաեւ տնտեսությունը եւ ենթակառուցվածքները եւ վառելիք ինչպես ստրատեգիական ռեսուրս խիստ անհրաժեշտ է եղել ինչպես այն ժամանակ, ինչպես հիմա այնպես էլ այն ժամանակ եւ այդ ժամանակ Բարսեղը Բեգլարյան եղել է պաշտպանության նախարարությունում, դուրս է եկել այնտեղ զբաղեցրած պաշտոնից եւ հիմնել է ֆլեշ ընկերությունը, որպեսզի կարողանա հոգալ Հայաստանի Հանրապետության վառելիքի մատակարարումը բազմաթիվ տեղեր եւ տարբեր առիթներով շեշտել են, որ այն ժամանակ այնքան ձևավորված չի եղել, որ վագոններով ստանում էին ապրանքը եւ հենց վագոնների վրայից բաշխվում էր, վաճառվում էր, մինչեւ որ արդեն տարին տարվա վրա սկսեց կայանալ որպես ընկերություն, սկսեց ձևավորվել նավթամթերքի բազա, հետո այնուհետև բազաներ, հետո սկսեց ձևավորվել լցակայանների ենթակառուցվածքը։ Ներողություն ընդհատում եմ, այդ շրջանը, հա, սկիզբը կարելի է անվանել 1.0, հաշվի առնելով ձեր այսօրվա արդեն նորագույն շրջանը, որ անվանել եք 3.0, համեմատաբար հասկանանք, որ այդ սկիզբը հենց 1.0-ն էր։ Ոչ թե կարելի է, այլ հենց այդպես էլ կա, դա հենց 1.0-ի մասին ենք խոսում, դա ընկերության հիմնադրում, ընկերության կայացում, ստեղծման շրջան, այդ ժամանակ ես հատկանշական է նշել, որ հենց Հայաստանի կայացման հետ զուգահեռ է տեղի ունեցել ֆլեշ ընկերության կայացումը, դա տարիների տարբերություն է, եւ ինչպես բոլորից հայտնի է, ուժեղ պետության հիմքում ընկած է ուժեղ տնտեսությունը։ Եվ այդ ժամանակ շատ տնտեսություններ են սկսել կայանալ եւ ձևավորվել որպես
հայկական ընկերություններ ձևավորվել որպես հայկական բրենդներ վստահություն վայելող լայն շուկայի մոտ։ Եվ այո, դա միանշանակ 1.0 շրջանն է։ Եվ սկսվեց 2.0-ն։ 2.0-ն կարելի ասել սկսել է 2000-ականների կեսերին 2005, 2010, մինչև 2000 նույնիսկ մինչև 2025 նույնիսկ կարամ ասեմ տևել է այդ շրջանը, որովհետև շատ դժվար է առանձնացնել 2.0-ն, քանի որ մենք հիմա գտնվում ենք 3.0-ի մեկնարկի մեջ։ Այո։ Բայց այդ 2.0-ն ինքը կարող է 10 տարի լինի, կարող է 15 տարի լինի, կարող նույնիսկ 20 տարի տևած լինի։ Պայմանական է։ Պայմանական է, այո։ Բայց ես կարծում եմ 2.0-ն կարելի է ոչ թե տարեթվայինով պատկերել, այլ շրջանով, այսինքն ընկերության այն շրջանը, որտեղ ինքը սկսեց թևակողել դեպի լցականների ցանց, անուն վայելող ընկերություն, անուն հեղինակություն ձևավորող, որովհետև այդ շրջանում, եթե մենք խոսում ենք 1.0-ից, բրենդ հասկացողություն չկար Հայաստանում։ Դա ոչ մեկ չգիտեր ինչ է, ինչ բրենդ, ինչ բրենդինգ, առավելևս ինչ մարքեթինգ, որովհետև ապրանքի սուղության հարց կար, ապրանքի խնդիր կար հասցնելու սպառողին։ Այդտեղ ոչ մեկ կներեք չէր նայում սևա թե սպիտակ, գունավորա թե անգույն։ Այդտեղ նայում են անհրաժեշտ է թե ոչ ցանկացած ապրանքին։ Եվ եթե կհիշենք 90-ականներին նույն փողոցներով վառելիքը վաճառվում էր կանիստրաներով, տարաներով ինչ որ չկար նույնիսկ այսպես կոչված դիսպենսեր կամ վառելիքաբաշխիչ աշտարակները, հա, տերկաները։ Մարդիկ էին դրանք, որ մոտենում էին։ Մարդիկ էին, ովքեր կներեք ծապլիով եւ կանիստրայով լիցքավորում են, նույնիսկ ես ձեզ մի հետաքրքիր ծիծաղալու փաստ ասեմ, մինչ օրս մարդիկ կան, որոնք վառելիքի արժեքը ոչ թե գնանշում են լիտրով, այլ 20 լիտրով։ Գործի մեջ, ասում են չափման միավորը հենց այդ կանիստրներ կոչեցյալներն են։ Այո, ասում են շատ դեպքերում եղել է, ասենք, ասել եմ շուկա ուսումնասիրելուց, գործընկերոջ հետ հեռավոր մարզերում քննարկելուց, ասում եմ ինչ գին է, ասում է 5600, ինչ 5600, որովհետև իմ մոտ լիտր դրան պատկերացում է, իր մոտ կանիստր դրան պատկերացում է, եւ մինչեւ օրս նույնիսկ ասում եմ պատկերացրեք մարզերում կան գործընկերներ, որ իրանց համար գնանշումը կանիստրայով է, այդ տարայով է։ Այդ տարիներին անշուշտ չկար այդ ցանցային մտածելակերպը, ով ինչ կարողանում էր անում էր, տարբեր տեղեր փոքր-մոքր ինչ որ բաներ կային, եւ պետք է շուկայում կարողանալ դիմակայել եւ խոշոր խաղացող դառնալ, որ գալ հասնել օրինակ 3.0-ին։ Այդ հիշում եք այդ տարիներին ինչպես կարողացաք այնպես անել, որ քիչ-քիչ ընկերությունը հավաքեց իր թափը եւ դարձավ խոշոր խաղացողներից մեկը։ Ես այստեղ մի քիչ երրորդ դեմքից կխոսամ, որովհետև ես ոչ թե կխոսամ ինչպես ինձ հաջողվեց, այլ ինչպես հաջողվեց Flash-ի թիմին այն ժամանակ, բայց ես քանի որ այդ թիմի ժառանգական կրողն եմ եղել, այսպես ասած, ես թիմի ներսում չեմ եղել նախ եւ տարիքային առումով, բայց քանի որ դա ուղիղ ընտանիքիս հետ առնչվող ճանապարհ է, ես շատ լավ հիշում եմ գործողությունները եւ պարոն Բեգլյանի քայլերը, այն ժամանակ շատ նույնպես ներգրողները քիչ չէին, 7, 10, 2000-ականների մասին եմ խոսում եւ Պարսեղը Բեգլարյան համախմբեց շատ խաղացողների, որպիսի լոգիստիկ ծախսերը կրճատի Հայաստան ներմուծող, որը օգուտ էր բոլոր տնտեսվարողներին։ Այսինքն մանր խաղացողներին համախմբեց։ Այո, որովհետև երբ որ դու նմանատիպ ռեսուրս ես ձեռք բերում 10 հոգի բերում են 5 միավոր, պայմանական եմ ասում, բայց այդ 10 հոգին հանդես են գալիս արտաքին միջավայրում որպես 1 միավոր եւ այդ 5-ը դառնում է 50, դա նույնիսկ մինչեւ օրս է ինչ որ առումով այդպես։ Շատ կոմպոնենտներ փոխվում են, գները նվազում են, հնարավորությունները հեշտանում են, դա այդ ներսում մրցակցությունը միշտ եղել է եւ կա եւ դա շատ լավ է, որովհետեւ այդ մրցակցությունն է մղում տրանսֆորմացիայի, զարգացման, փոփոխության, բայց արտաքին աշխարհում շատ դեպքերում ճիշտ է հանդես գալ մեկ ուժի, մեկ դեմքի
տեսակետից, որովհետև դա շատ հնարավորություններ է բացում Հայաստանի համար եւ հայկական սպառողի համար, այսինքն գնի չեցում, գնի նվազեցում, ռեսուրսի հայտնաբերման նույնիսկ խնդիրալուծում դա շատ խոշոր նմանատիպ ոլորտի մարդիկ համոզված եմ հարցազրույցի մեջ կհասկանան ես ինչ նկատի ունեմ, բայց ստացվելու առումով այս կոմպոնենտներից զատ կարծում եմ մեծ դեր է խաղացել նախ այն հաղթանակը, որ 90-ականներին ձեռք են բերել մեր ծնողների սերունդը, որովհետև այդ հաղթանակը մեծ մոտիվացիա է եղել, մեծ ոգեշնչում է եղել նոր երկիր, նոր տնտեսություն, նոր ազգ դառնալու հնարավորություն են ձեռնել եւ շատերը այդ նպատակի եւ գաղափարի շուրջ են միտվել առաջ։ Եվ դրանից ձեռք չի մնացել նաեւ Ֆլեշը իր հիմնադրով եւ իր թիմով եւ այդ հավատի եւ համառության միասնությունը կամ համագործակցությունը հնարավորություն է տվել ձեր իսկ ասած Ֆլեշին այդ դիրքերը նվաճելու եւ պահելու մինչեւ կարող եմ ասել մեր օրեր, այո։ Ես սիրով ուզում եմ թեման շարունակենք, հասնենք 3.0-ին, նորագույն ժամանակներ, նոր տեխնոլոգիաներ, նոր հնարավորություններ, նոր սպառող, ինչու՞ չէ, որովհետև սա շատ կարևոր է, որովհետև նոր սպառողի պահանջարկի հիման վրա է նաև կառուցվում առաջարկը, բայց այդ ամենը անենք մեր հիմնական ուտեստի շուրջ։ Սիրով։ Փոխենք ուտեստը, խմիչքը եւ խոսենք 3.0-ից։ Սիրով։ Շնորհակալ եմ։ Ես էլ պատրաստելու եմ հորթի միսը տրյուֆելի սոուսով եւ սպիտակ սնկով, շամպինյոնով։ Տաք թիթայուղի մեջ տապակում եմ սոխն ու սխծորը։ Մանրացնում ենք սունկը։ Ավելացնում եմ նաեւ սունկը եւ թողնում եմ տապակվի։ Տապակվող սնկի վրա ավելացնում եմ սերուցք։ Այս ընթացքում կտապակեմ տավարի միսը։ Շատ արագ երկու կողմից մոտավորապես 2 րոպե, ոչ ավել։ Հիմա ավելացնում եմ 1 գթալ տրյուֆելի եւ շամպինյոնի սոուս։ Տապակած միսը արդեն կդնեմ սոուսի մեջ։ Հիմա պետք է մատուցել։ Հերվից հերու Հմայում գայթակղում։ Փորձենք, հուսամ կհավանեք, հորթի շատ նուրբ միսն է եւ սերուցքով, սնկով, տրյուֆելի սնկով պատրաստված սոուսի մեջ։ Ես իմիջիալից բայց ասեմ ձեզ, ես աչլիկ եմ, բայց եզակի բաներ կա, որ հակառակով եմ անում։ Ասենք նույն դանակ պատարակաղը, բայց ես աչլիկ եմ։ Լիքը մարդ զարմանում է։ Այս են դեպքերից է, որ մինչև վերջ պիտի մյակ ծամես, մյակ սաղ համային ռեցեպտորներով հասկանաս ինչ է կատարվում, նոր թույլ տաս արձագանք ես, ոնց ասած 10-ից 10, հա, որ ասում են լուրջ վաու, շատ համով բան է։ Շնորհակալ եմ։ Տակուտեստա այս ինգրեդիենտները հետո անպայման տալու եք, չէ՞ դուք սրա։ Դուք հաղորդման մեջ կտեսնեք բաղադրատոմսը։ Ես առաջարկում եմ մենք մեր տակուտեստը վայելենք կարմիր անապակ գինով, մի քանի սորտերի բլենդ է, Արենի, Մերլո, Կաբերնե Սավինյոն, ամբողջը հայկական տերուարի մեջ եւ բլենդն էլ շատ լավ է ստացվել։ Վայելենք ու տեսնենք ինին իրար հետ եւ անցնենք մեր 3.0-ի փակագծերի բացմանը։ Սիրով։ Ես ոնց հասկանում եմ, ուտեստը ձեզ դուր է եկել։ Շատ։ Իսկ մանուկակագույն ծաղիկի մասին ինչ կասեք։ Հրաշք ձևավորում է սերանի շատ համեղ ուտեստը ու շատ
Սենց ասած զուգընթացած ձեր այսօրվա կոչած Կարգախոսին, այո, մանուշակագույն ճամփորդություն կամ այո, դե հիմա ինձ թվում է պետք է խոսենք մանուշակագույնի եւ մանուշակագույնին, այո, եւ ինչպես արդեն նախորդ ուտեստի ժամանակ ասացի, գանք հասնենք 1.0-ից 2.0-ից հետո 3.0-ին։ Առհասարակ ինչ է սա նշանակում եւ ինչ շրջան է սա։ Դե ինչպես նշեցի 1.0-ն ստեղծում եւ ընկերության կայացում այդպիսով է սկսվում, մատնանշվում, գալիս է 2.0-ն, որտեղ արդեն ձևավորվում է մեծ թիմ, որը նախորդում չի եղել, փոքր սակավ թիմով է սկսել ընկերությունը ձևավորվել, ինչպես եւ գրեթե աշխարհի ցանկացած խոշոր ընկերություն կարծում եմ այդ նույն ճանապարհն անցել։ 2.0-ում մենք արդեն ձևավորեցինք մեծ թիվ, դարձանք Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը, եւ մինչեւ օրս էլ համարվում ենք այդ առաջիկա տասնյակի կամ 20-յակի շրջանում, կախված իրավիճակից, եւ 2.0-ից, այսինքն ստեղծում, զարգացում, ապա կատարելագործում եւ ընդլայնում եւ թևակողում ենք երրորդ փուլ, 3.0 փուլ, որը որ արդեն ինչպես շատ սոցհարթակներում նշում ենք, նոր ձևաչափով, նոր հնարավորություններով եւ նոր էներգիայով, ինչը որ եւ փոխաբերական եւ ուղիղ իմաստով ենք նշում։ Սա տրամաբանական շարունակություն անկերության տրանսֆորմացիայի, քանի որ մենք արդեն նոր դարաշրջանում ենք, ինչպես նոր սպառողների տեսանկյունից սպառողներն էլ են ակնհայտ փոխվել։ Դա կարանք մենակ որ նշենք, թե ինչքան են կին վարորդներ շատացել, որոնք արդեն այն սպառողները չեն, որոնք եղել են 90-ականներին կամ մինչև 2010 թվական։ Ինչպես նաև պետք է նշենք, որ մեքենայի շարժիչն էլ է տրանսֆորմացվել նոր էներգիայով։ Այսինքն եթե ժամանակին մենք ունեինք բենզինով եւ դիզվառելիքով, հետո թևակողեց գազի ոլորտը, ինչ ես ձեզ նաև ասեմ, գազն էլ ինքնին վերջին 5 տարիներում տրանսֆորմացվեց։ Օդ գազից եկան հեղուկացված գազի, որը որ այն ժամանակ մեր մոտ շուկայի տրանսֆորմացիա էր տեղի ունենում, այսինքն մեր սպառողները գնում էին այլ էներգիայի հետևից, որոնք մետան տեսակի գազն են, հիմա վերադառնում են նորից հեղուկին, որը նույնպես էլի մենք սպասարկում ենք, հեղուկ LPG գազի տեսքով։ Սրան գումարվեց նաև լայն տարածում գտած, մենք ինքներս կարող ենք համոզվել այսօրվա մեր հայաստանյան իրականության մեջ, թե ավտոպարկի տեսակարար կշռում հոսանքով մեքենաները ոնց են աճում, տարեկան մոտ ունենում ենք 10,000 մեքենայի չափով աճ, ճիշտ է դա ընդհանուր ավտոպարկի մեջ այդքան մեծ կշիռ չի, բայց քանի որ մեր քաղաքը փոքր է, դա ամեն քայլափոխին դու տեսնում ես իրանց։ Իհարկե, եթե ես չեմ սխալվում, մեր ավտոպարկը Հայաստանի Հանրապետության բեռնատար եւ մարդատար մոտ 700,000 է, դրա մեջ 20,000 լուրջ թիվ չի։ Դա 3% էլ չի հասնում։ Չնայած մի բայց աճող է։ Նաև չմոռանանք, որ զարգանում է եւ փոխվում է մարդկանց կոմֆորտի պահանջները եւ զգացումը։ Եթե մի ժամանակ քեզ համար կարեւոր չէր, որ դու կկանգնեիր, կլիցքավորեիր, կգնայիր, հիմա կարեւոր է քեզ համար, որ դու կանգնում ես, գեղեցիկ լինի, տաք լինի, օրինակ եթե բան ունես գնելու, հարմարանքներ լինեն, խանութ լինի եւ այլն եւ այլն։ Այսինքն մարդը արդեն նույնիսկ այդ 5 րոպե կանգառը հենց այնպես չի ուզում անել։ Միանշանակ ճիշտ եք ասում, նաև հենց ձեր ասացի զուգընթաց 3.0-ն հենց դա է ակնարկում։ Ընկերություն, որը որ ստեղծված է հայկական իրականության մեջ եւ Հայաստանի այդ ծանր պայմաններում, այսօր նոր մարտահրավերներ ունի իր առջև։ Եվ հենց ձեր ասածը շատ ճիշտ է, մենք հենց այդ մարտահրավերներին ենք բախվել եւ կարծում եմ մեր 30 տարվա անցած այս դժվարին պատմությունը մեզ այսօր օգնում է, որպեսզի մենք կարողանանք դիմակայել միջազգային մակարդակով մրցակիցների ներթափանցման եւ տարածման ֆոնին։ Այստեղ ես ինչ նկատի ունեմ, որ դրսում ձևավորված այդ կոմֆորտը ներթափանցել է այստեղ, չնայած դրան մենք զուգընթաց մենք ինքներս ենք սկսել կոմֆորտը ստեղծել մեր սպառողների։ Ձեր ասած թե խանութի տեսքով,
թե ենթակառուցվածքի զարգացման տեսքով։ Ինչպես ես շատ տեղերում նշում եմ, մեր գլխավոր մեսեջներից մեկը այն է, որ Flash-ը այլևս վառելիք վաճառող ընկերություն չի դիրքավորում իրեն շուկայում։ Այն դիրքավորվում է որպես ճանապարհային ենթակառուցվածքում ծառայություն մատուցող ընկերություն։ Այստեղ արդեն ապրանքը լոկ վառելիքը չի։ Այստեղ ապրանքը դառնում է ճիշտ սպասարկումը մի քանի ապրանքային կոմպոնենտով, որի մեջ մտնում է եւ հեղուկ վառելիքը, որի մեջ մտնում է եւ մեր տարածում գտած հոսանքը, հոսանքի էներգիայի աղբյուրը եւ նաեւ որի մեջ ներթափանցել է սննդային էներգիա ասվածը, հոցտերը, սուրճը ճանապարհին վերցնելու այդ ընդհանրապես այդ կուլտուրան վարքագիծը, որը որ պարտադիր է այսօր դառնում, որովհետև ճիշտ եք նշել, դա այն ժամանակները չի, որ մարդը գերխնդիր էր լուծում ինչ որ միտեղ լիցքավորվելու։ Այսօր ինքը լիցքավորվելու հետ զուգընթաց ուզում է լուծել ժամանց, հաճելի միջավայր, հաճելի կերակուր, հաճելի էներգիա իր մարմնի համար եւ իր կողակիցների համար հաճելի միջավայրում կանգ առ։ Եվ այս ֆոնին մենք ինչ խնդիր ենք նաեւ մեր առջեւ ուզում դնենք, որ Flash-ը լինելով հայաստանյան անցած 30 տարվա պատմությամբ բրենդ, լոկ սպառողին կամ հային չառաջարկի ծառայություն, որ ինքը հայկական է։ Ծառայությունը հայկական կամ արտասահմանյան չի լինում, ծառայությունը լինում է որակով կամ անորակ։ Եվ բրենդի տեսանկյունից մենք առհասարակ երբ որ բրենդը ասվածը հնչեցնում ենք, ինչ նկատի ունենք բրենդ ասելով։ Ցանկացած իրավիճակում, երբ որ մենք մի բանի գնահատական ենք տալիս, սա բրենդ է, մենք պատտեքստը տողատակով նկատի ունենք, որ դա լավ բան է, դա որակով բան է։ Եվ այս ֆոնին մենք ուզում ենք ամբողջ թիմով հասնենք այ հենց նույն այդ միջազգային որակին համապատասխան մրցունակ միջավայրի, ապրանքի, ծառայության, որպեսզի նույն սպառողի մոտ օգտվելուց չլինի տարբերություն։ Նայեք, մենք ասում ենք, հա միջազգային, բայց գաղտնիք չի, բոլորն էլ այսօր ճամփորդում են եւ Եվրոպայում են լինում եւ Ամերիկայում են լինում, այնպես չի, հա, որ այդտեղ լցակայանները այնպիսի մի տենց այդ ավելի շատ տպավորությունն է եւ այս հերվից խոսակցությունները, որ այ միջազգային ստանդարտ, այո, կան ստանդարտներ դրված անշուշտ, ես հասկանում եմ, բայց այն ինչ որ իրականություն է, հա, ես չեմ կարծում, որ այսօր միջազգային այդ ստանդարտներով ապրող երկրները կամ կիրառող երկրների օրինակ բենզալցակայանները այս որակի են կամ այս ծառայություններ են մատուցում, ինչ այսօր արդեն Հայաստանում են անում։ Կատարելությունը որտեղ է, այսինքն ուր ենք ձգտում, այն որ կետն է, որ կասենք, այ մենք հիմա ամբողջովին համապատասխանում ենք այդ գրված ստանդարտներին եւ կատարյալ կետում ենք գտնվում։ Գիտեք, ասեմ ձեզ, ճիշտ բան եք ասում, բայց այդտեղ մի հատ կարևոր պահ պետք է դիտարկենք, որ այդ ստանդարտներին մենակ տնտեսությունները չի, որ պետք է ձգտեն համապատասխանել։ Դա նաև պետությունը պետք է իր դեմ դնի խնդիր եւ այդտեղ շատ ես կասեմ դրական միտումներ ունենք պետություն բիզնես փոխհարաբերության մեջ, որպեսզի կարողանանք նույն այդ ստանդարտները փոփոխել, որովհետեւ իրապես մեր նույն պետության ստանդարտները շատ են զիջում միջազգային ստանդարտներին, ինչը խանգարում է տնտեսության զարգացմանը այս ոլորտում։ Բայց ձեր ասած ինչն է խանգարում, այսօր կարամ ասեմ, որ գրեթե ոչ մի բան չի խանգարում, որպեսզի մենք կարողանանք ասել, որ մեր ենթակառուցվածքներում գտնվող լցակետերը համապատասխանում միջազգային ստանդարտների ձևաչափին։ Գրեթե, իսկ դուք ճիշտ եք նշում, այնտեղ Այսօր մաքսիմալիստական մոտեցումներ են հավանաբար մեզ մոտ։ Այնտեղ այսօր ես ձեզ նույնիսկ ասեմ ավելի շատ տեղերում Եվրոպայում, Ամերիկայում ավելի ցածր է, քան մեր մոտ։ Էդ էլ ասեմ իմ կարծիքով ինչի է այդպես դարել, որովհետև այնտեղ այդ պերիոդը անցել են իրանք եւ որոշակի առումով շուկան ձևավորվել է եւ այլ կոպիտ ձևով կարող հնչի, բայց այլ ոչ մեկին ապացուցելու բան չունի։ Իսկ այսօր այդ մրցակցությունը խիստ է այստեղ եւ խիստ գնալով ավելի զարգանում է։ Քանի որ Flash-ը կայացած ամուր ընկերություն է, ես վստահ եմ, որ դուք դեմ չեք լինի նաեւ խոսել մրցակցությունից, հանգիստ եւ ազատ, իսկ ինձ հետաքրքիր են մրցակիցները։ Այ որ կետում է, որ մրցակիցներից
ավելի առաջ քայլերում է գտնվում ֆլեշը եւ որ կետերն են, որոնք դեռ ունենք աշխատելու տեղ, որ ասենք այ մրցակիցները այս բանը ունեն, մենք դեռ այդ ճանապարհին ենք, շուտով կունենանք։ Գիտեք, ճիշտ չեմ գտնի շեշտեմ մրցակիցների տեսանկյունից, որ կետերով ենք առաջ կամ հետ։ Ես ավելի ճիշտ կգտնեմ նշել, թե մենք մեր դրած ապագայի խնդիրներից ինչքան ենք առաջ կամ հետ։ Չէ, բայց ինձ որպես սպառող հետաքրքիր է, ինչու ես պետք է ընտրեմ ֆլեշը։ Շատ լավ է, այդ դեպքում մենք պետք է հասկանանք, որ մրցակիցների մասին ենք խոսում, որովհետև բիզնեսում կան ուղղակի եւ անուղղակի մրցակիցներ։ Մենք պետք է նաեւ դա, նո այսպես հա օրինակը բերեմ, ցանկացած այլ չբրենդավորված բենզալցական նույնպես ինձ մրցակից է։ Անուղղակի եւ կա ուղղակի մրցակից, որը որ բրենդավորված նույնպես միջազգային փորձով կամ ոչ միջազգային, նույնպես հայկական ձևավորված բրենդա բոլորիս հայտնի, որը նույնպես ինձ մրցակից է, բայց դրանք տարբեր հարթությունների վրա են։ Եթե մենք այստեղ նայենք ինչով է ֆլեշը տարանջատվում մյուսներից, այստեղ մի քիչ առաջ որ նշեցի, ամենակարևոր կոմպոնենտը, որ մենք մեր թիմի առջև դրել ենք, դա լինենք վաղը ավելի լավը, քան մենք այսօր կանք։ Այսինքն մրցում եք ինքներդ ձեզ հետ։ Միանշանակ, մրցում ենք ինքներս մեզ հետ, բայց դա չի նշանակում, որ չենք նայում կողքներս ինչա կատարվում։ Դա շատ կարևոր բան է, ես միշտ այդ օրինակը բերում եմ, մրցավազքի ժամանակ, երբ որ դու վազում ես եւ կողքդ կան մրցակիցներ, որոնք վազում են, դու երբ որ ուղիղ ես նայում, դու կողքդ տեսնում ես, բայց եթե դու սկսեցիր թեքվել շատ աչ ու ձախ նայելու, դու մրցավազքը սայթաքելու ես, որովհետեւ դու քո նշանակետը կամ քո ֆինիշը փոխելու ես, տենաս ուրիշը, իսկ բիզնեսը դա բան չի, արագավազք չի, բիզնեսը դա մարաթոն է, դա երկար վազքի մասին է խոսքը, եւ թիմը վազելուց պետք է այո այդ նշանակետը դնի, թե ինչպիսին է ուզում դառնա, ես կարող եմ նշել մեզ, ինչպես ճապոնացիք ունեն լավ խոսք, մենք հարուստ ենք մեր խնդիրներով, մեր խնդիրները, ինչպես եւ կարծում եմ միայն մեր չէ, այսօր Հայաստանի իրականության, նույնիսկ կարող է չափազանցնեմ աշխարհի իրականության ամենալուրջ խնդիրը դա կադրերն են։ Կադրային սպասարկումը։ Նույն խնդիրը կա մեզ մոտ, լիցքավորողի սպասարկման այդ բարձր որակի հասնելու իմ համար դա բենչմարկ է, նշակետ է, նշաձող է դրված, որ ես պետք է հասնեմ այդ սպասարկմանը, նույնիսկ եղել է իրավիճակ, որ այսօր գաղտնիք չի շուկան շատ է ռոբոտիզացման գնում եւ մեր ոլորտն էլ բացառություն չի, այսօր կա հնարավորություն բերել ինքնասպասարկման եւ կա նույնիսկ հնարավորություն բերել ռոբոտասպասարկման։ Այսինքն նույն process-ը, որը կատարում է լիցքավորողը, կատարի ռոբոտը։ Ես դրան հակված չեմ։ Ես ի վերջո գտնում եմ, որ այս մեր 3.0-ի նոր ձևաչափի, նոր հնարավորության, նոր էներգիայի մեջ շատ կարևոր դեր ունի մարդու էներգիան։ Բայց դրա կողքին դուք նորագույն տեխնոլոգիաների հետևից գնում եք։ Գնում ենք, այո, եթե նկատի ունենք թվայնացման առումով, իհարկե գնում ենք, դա կարծում եմ այսօր անխուսափելի է, ինչպես չեմ հիշի ում արտահայտությունն է, բայց ասում է ապագայում երկու տեսակ բիզնես է մնալու, այն բիզնեսները, որոնք կհամագործակցեն արհեստական բանականության հետ եւ այն բիզնեսները, որոնք կփակվեն։ Ես համաձայն եմ ինչ-որ առումով այդ մտքի հետ, այդտեղ շատ կարեւոր է հասկանալ բիզնեսում ինչքան է լինելու այդ արհեստական բանականության կոմպոնենտը։ Մեկ է երկար դեռ իմ պատկերացմամբ դեռ մի 20 տարի մարդկային կոմպոնենտը, մարդկային դերակատարումը հատկապես կառավարման մեջ լինելու է գերակշռող։ Այստեղ շատ կարևոր է մարդիկ սովորեն այդ գործիքից ճիշտ օգտվել, ինչպես սովորեցին օգտվել համացանցից կամ բոլորիս հայտնի Microsoft Office-ի Word, Excel գործիքակազմից։ Եվ լինեն նաև աշխատակիցները մի կետով առավել, որն է ստեղծարար լինելը, որտեղ դա միակ կետն է, որ մարդը այնուամենայնիվ դեռևս մենիշխան է այս դեպքում։ Միանշանակ եւ ասեմ դες լինելու այդպես։ Ես հուսամ եւ մարդիկ իրենց վրա շատ պիտի աշխատեն արդեն, ինչը ուրախացնում է իհարկե։ Ես շատ գիտնականների հետ եմ զրուցել, իրանք չեն ուզում շատ բարձրաձայնեն դա, մի օր նույնիսկ կես կատակով ասեցին, որ ամեն ինչ պարզ ասենք մեզով է ֆինանսավորելու, որ ինչ-որ ավել բան անենք, բայց ասեցին այդ նորը ստեղծելու հատկությունը այնուամենայնիվ ծրագիրը չի կարա։ Ծրագիրը վերցնելու է հնի հիման վրա գեներացվի ինչ-որ մի թվացյալ նոր բան։
բայց լիարժեք նորի նորարարումը դա մարդու մենաշնորհն է։ Ահա ես ուզում եմ տեսնել մարդու ստեղծած հավելվածը, որը Flash ընկերության համար է եւ կհեշտացնի մարդկանց կյանքը։ Եթե կարելի է ցույց տվեք, այո։ Մեր հավելվածը, որը որ մենք մեկնարկեցինք սեպտեմբերի 13-ին, մեր 30-ամյակի տոնի մեկնարկին ընդառաջ, սա մենք մեկնարկել ենք 30-ամյակին նվիրված տոների նախաշեմին, այսպես սեպտեմբերի 13-ի, ինչպես լիքը մարդ թվում է, թե դա 30-ամյակի հենց տոնումն էր, բայց ոչ, դա մեկնարկն էր, այսինքն մենք 30-ամյակը տոնելու ենք դեռ տարեվերջին դեկտեմբերին, մենք ստեղ բաց թողեցինք մեր հավելվածը, որը շատ սիմպլ է, ընդհանրապես հավելվածների application-ների մեջ ծրագրավորողների ծեղզադաչը, հա, տեղ առաջադրանք տալու մեջ մի հատ անգլիական տերմինոլոգիա կա, կոչվում է KISS, Keep it simple and stupid։ Սա գլխավոր էջն է, որտեղ մարդը դրամապանակները, քանի որ հիմա շատ են զարգացած, ոնց որ գումարն են կառավարում, այստեղ կառավարում ես վարելիքիդ մնացորդը, ընտրում ես քո նախ գրանցվելուց գրանցում ես քո անուն, ազգանուն, ռեկվիզիտները, այնուհետև գրանցում ես մեքենադ եւ նշում ես ինչ տեսակի վարելիք է իրան թույլատրելի, որից հետո on-line համակարգով կարողանում ես ձեռք բերել, օրինակի համար, հա, պրեմիում տեսակի վարելիք եմ ուզում գնեմ on-line, առանց գրասենյակ այցելելու, առանց հավելյալ ինձ նեղություն տալու։ Ներողություն, ճիշտ եմ հասկանում, որ դու նախապես կարող ես օրինակ մեծ չափաբաժին գնել, օրինակ 100 լիտր։ Այո։ Ունենաս քեզ մոտ, բայց դա լիցքավորել օրինակ 20 լիտրով։ Այո, միանշանակ, ասեմ ձեզ 100 լիտրը նույնիսկ այդքան մեծ չի։ Եվ դա կարելի անել այն ժամանակ, երբ բենզինի գինը ցածր է։ Անպայման, հենց նաև դրա համար է միտված, ուղղակի նման բաները կանխատեսելն է դժվար, բայց ես դες հետո մի հատ հետաքրքիր բան ասեմ, լիքը մարդ սա շփոթում է զեղչի հետ, դա այլ պրոդուկտ է։ Զեղչը տեղի է ունենում ֆիքսված ժամանակահատվածում, ֆիքսված գնի վրա։ Ինչպես են հավելվածը ներբեռնում, ինչ են գրում Flash Mobile։ Flash Mobile։ Flash Mobile։ Ձեր հեռախոսում կարող ենք ներբեռնել 0-ից 10։ Անպայման, ես իմ հեռախոսում անպայման կանեմ հարցազրույցից հետո, որովհետև մանավանդ գիտեմ, որ շուտով նաև ունենալու եք նոր հավելված, որը հենց էլեկտրոմոբիլների համար է, դա ինձ նույնպես հետաքրքրում է, ես ձեռքը զարկերակին եմ պահելու։ Պարոն Բեգլարյան, բրենդինգի մասին եւ ռեբրենդինգի մասին մի փոքր էլ խոսենք, այսօր անդադար խոսում ենք մանուշակագույն, բայց ինչու հենց մանուշակագույն եւ որ ընկերությունն էլ որ իրականացրեց ռեբրենդինգը։ Իրականում մի փոքր պետքա պատմական գաղտնիք էլ բացեմ, ես Flash-ի ռեբրենդինգի մեկնարկը սկսել եմ 2015 թվականին, որտեղ ոչ մի դերակատարում գործնական առումով Flash-ում չեմ ունեցել։ Ունեցել եմ ուղղակի ցանկություն վերափոխելու, տեսնելով, որ այնինչ կա այսօրվա վիճակին, արդի վիճակին չի համապատասխանում, ինչպես ամենասկզբից խոսում էինք, 1-0-ի շրջանակներում ոչ մեկ չէր խորանում ինչա բրենդինգը, ինչա մարքեթինգը, որովհետև դրա ոչ ժամանակը կար, ոչ դրա գիտելիքը կար, ոչ դրա մասնագետները կային։ Ոչ էլ դրա պահանջը կար։ Ամեն դեպս Հայաստանում։ Այո, ոչ էլ դրա պահանջը կար։ Ես միշտ կես կատակով ասում եմ, եթե մենք հայտնի այդ Սուխոյի զակոն հայերեն 4 օրենքի շրջանում Ալ Կապոնեին մեկը այդ շրջանում փորձեր համոզել, որ կգա մի ժամանակ, որ խմիչքը պետք է փաթեթավորվի, որ կարողանաս վաճառել, պատկերացնում եք այդ մարդու հետ ինչ տեղի կունենար։ Ինքը սաղքյանք, ասենք, շշերով վաճառք է իրականացրել, որևիցե բան չկպցրած, որ հանկարծ ինչ որ մի հատ բանի տեղի չտա, մեկ էլ պատկերացրեք, մեկը մի 20-30 տարի ապագայից գալիս է ու ասում է միստր Ալ Կապոնե, գիտեք, որ որպեսզի սա կարողանաք վաճառել, պետք է լավ մեծ պիտակ կպցնեք, բրենդավորեք, շուկայում գովազդ անեք, դուք պատկերացնում եք այդ մարդու դեմքը։ Հավատացեք, համարյա այդ նույն դեմքով նայում էին հին ղեկավարությունը ինձ, երբ որ ես խոսում էի վարելիքի ոլորտում մարքեթինգից։ Երբ որ ես խոսում էի վարելիքի ոլորտում գովազդներում։ Ես պատկերացնում հայր ու որդի ինչ Այո, դա կռիվներ, պատմություններ, քննարկումներ, հերքումներ են տեղի ունեցել այդ ժամանակ։ Դա միշտ ակտուալ process է, այսինքն դրա մասով կան լիքը աշխատություններ գրած հայրերի որդիներ, որը որ
միշտ է լինելու։ Այսինքն նույն բանը ես համոզված եմ, որ գալու է շրջան իմ ու իմ սերունդի, իմ ու իմ երեխաների հետ նույն բախումները լինելու է։ Միակ բանը, որ կխնդրեմ Աստծուց, ունենամ այնքան իմաստություն, ինչքան հայրս, որ կարողանամ նույն ձևով զիջեմ։ Եվ ինչպես հասակ ձեր նպատակին ու երազանքին, որ ռեբրենդինգի ենթարկեք Flash ընկերությունը։ 2015-ին ես իմ ընկերոջս Բաբաջանյան Կարենի հետ, ով որ այսօր Ջինջ ընկերությունն է ներկայացնում, իր հետ միասին այն ժամանակ ես խնդիրը դրեցի, որ ուզում եմ նոր լոգո ստանալ եւ ինքն էլ էր ինձ հետ համաձայն, որ անունը շատ լավն է, անունը շատ ամուր է, անունը տարիների ճանապարհ ունի եւ անունով զուգորդվում էր 1020 շրջանը կարգախոսով ենք առաջնորդվում, որը որ ես այսօր չեմ ասում, որ դա հանել ենք, դա մեր առաջի կարգախոսն է մնում, բարի համբավ ամենաթանկ կապիտալն է, Բեգլերյան Բարսեղի արտահայտած եւ ներդրած ընկերությունում կարգախոսն է, ուղղակի քանի որ հիմա տենդենսը շուկան արագացել է, մենք շատ հակիրճ դա սկսեցինք անվանել վստահիր։ Վստահիր բառը իր մեջ ներառում է եւ որ բարի համբավ ամենաթանկ կապիտալն է, եւ վստահիր մեր 30 տարվա անցած ճանապարհին, եւ վստահիր այն ծառայություններին, որ մենք այսքան տարի ջանք չենք խնայել, մատուցենք մեր գործընկերներին ու սպառողներին, բայց բրենդավորման տեսքով, փաթեթավորման նոր տեսքով մենք սկսել ենք 2019-ի վերջ 2020 թվականին, լոգոն չկարգավորված էր շուկայում, այսինքն կիրառվում էր տարբեր գույներում, գույների մեջ, որը որ կոպիտ սխալ է բրենդբուքի առումով, եւ ուսումնասիրության ժամանակ ես ունեմ այդ պատմությունը նույնիսկ ոնց են ձևավորել, իրանք առաջարկեցին նոր այս մանուշակագույն տեսքով եւ այս նոր լոգոտիպը, որը որ իր մեջ բավականաչափ ինտերպրետացիա, այսինքն մի քանի բան է իր մեջ երևում, այո, դա նաև երևում է F տառը եւ ոչ միայն F տառը քողարկված։ Իհարկե ես մանուշակագույն գույնը շատ եմ սիրում, ամենասիրած գույներից մեկն է, բայց իրականում իմ սիրելը լոգոտիպի գույնի հետ կապ չունի։ Երբ որ Կարենենք սկսեցին ուսումնասիրություն կատարել անցյալում, նույնիսկ այդ շրջանում Flash-ը դեռ հին ժամանակներից, երբ որ ընտրվել էր առաջի F-ը, այն լոգոն, որը որ հին F-ն էր, միջև այսօր շատ տեղեր դեռ կիրառվում է, բայց տարեվերջին պետք է դուրս գա ամբողջը, բոլոր բլանկներում, պաշտոնական տեղերում կիրառված էր հենց մանուշակագույն F-ով։ Ի սկզբանե։ Չհետաքրքիր։ Բոլոր հին մեր դոկումենտացիաների մեջ, փաստաթղթերի մեջ, եթե մենք վերցանենք, բոլոր տեղերում հին լոգոն է F-ը մանուշակագույն գույնի մեջ։ Գույնը արդեն մի քիչ ավելի բացվեց, մի քիչ ավելի երանգ տրվեց ի շնորհիվ նոր տեխնոլոգիայի շնորհիվ, որտեղ համակարգչային տեխնիկան էլ է զարգացել եւ գործիքակազմը շատացել է, որպեսզի դու կարող ես գույնի տարբեր երանգների հետ խաղալ։ Եվ այդտեղից ոնց որ նաև մի քիչ sense մրցակցային բանով, որ մանուշակագույնը պետք է հաղթի մնացած գույներին։ Սպეციფიկ գույն է, դա յուրահատուկ գույն է, եւ դա է նաև մրցակցային առավելություն բրենդի տեսանկյունից։ Ընկերություն մոտ գործեցի 2018 թվականին, այն ժամանակ դեռ մոտ գործեցի որպես փոխտնօրենի կարգավիճակում, 2019 թվականին նշանակվեցի տնօրեն, բայց այստեղ շատ մի հատ կարևոր բան եմ ուզում նշեմ, կա պաշտոնի դե յուրե համապատասխանելիություն եւ կա դե ֆակտո։ Միշտ կեսկատակ ասում եմ դե ֆակտո միջև այսօր ես ինձ Flash-ի տնօրեն դեռ չեմ համարում, որովհետեւ շատ լուրջ չեմ ուզում դրան վերաբերվում, կարող է պրավալ տամ, մի քիչ պետք է այդ թեթևությունը, որտեղ ինքը իրոք պատասխանատու պաշտոն է, նմանատիպ, նման կառույց կառավարելը այն էլ ջահել երիտասարդ տարիքում, անկեղծ եմ ասում, շատ վախեր կան։ Նաև բացի ընկերության եւ աշխատակիցների արժեվ վախը կա, նաև վախ ծնողիդ նկատմամբ կորցնելու վստահությունը։ Մենք քաղցրի սեղանի շուրջ խոսելու ենք դրա մասին, դա ինձ շատ հետաքրքիր թեմա է։ Բայց դա առանձին պատմություն է, իհարկե, իրականում, որ ասում եք ինչպես ստացվեց համոզել, համոզեցի ոչ թե ես բառերով, այլ ես իմ գործողություններով։ Այսինքն այդ ժամանակ նախ ամենաառաջինը ինչպես Ռոքվելլերի խոսքերից է, ասում է համառությունը շատ բան կարող է հաղթահարել, ինչպես նաև բնության օրենքները։ Հիմա այդ համառությունը եւ ետ չկանգնելը նպատակից գործողությունների մակարդակով
բարձր սերունդը հասկացավ, որ եթե ուզում է ամեն ինչ նույնը մնալ, պետք է ամեն ինչ փոխվի։ Նման մոտեցում կա բիզնեսում, որովհետև շատ մարդիկ երկար տարիներ նույն գործողությունները անելով իրանք մեղավոր չեն, իրանք ուղղակի կողքից հայացքը չունեն, որ հասկանան, նույն խնդիրը իմ մոտ է գալու մի օր։ Ես դա համոզված եմ։ Դա անխուսափելի է։ Ուղղակի պետքա զգոն լինես չափից շատ, փորձես միշտ կողքի հայացքով նայես քեզ ընկերությանդ եւ գործողություններիդ, որ այդ պահը բաց չթողես, որովհետեւ դա շատ նուրբ պահ է։ Այո։ Եվ այսօր ունենք արդեն մանուշակագույն երանգների մեջ գեղեցիկ լցակայանները իրենց էքսպրես շոփերով, համեղ հոթսթեր հոթ-դոգերով Հայաստանի ամբողջ տարածքում, պարզապես վստահիր, կանգ առ, շունչ քաշիր, հանգստացիր, վայելիր եւ շարունակիր ճանապարհդ, իսկ մենք շարունակենք մեր մանուշակագույն ճանապարհը դեպի քաղցր մեր հատված։ Շատ լավ, սիրով։ Եկանք հասանք մեր զրույցի ամենաքաղցր հատվածին եւ իհարկե պետք է զրուցել համեղ քաղցրահենի շուրջ։ Պատրաստելու եմ խնձորով շատ համեղ դեսերտ։ Խնձորը կիսում ենք, մաքրում եւ շերտատում։ Լցնում եմ սառը ջրի մեջ։ Ավելացնում եմ կիտրոնի հյութ, դարչին, մշկընկույզ, մեխակ եւ միացնում ենք կրակը։ Վերցնում ենք արդեն իսկ պատրաստի շերտավոր խմորը, կտրում ենք, վերցնում ենք ցանկացած ջեմ եւ քսում ենք շերտերի վրա։ Երբ եռում է, մի 2-3 րոպե հետո անջատեք եւ ջրից հանեք կամ ջուրը քամեք։ Եվ սկսում ենք խնձորը շարել խմորի վրա։ Ահա, այ այսպես։ Մի փոքր շաքարավազ ենք լցնում վրան, մի փոքր դարչին եւ սկսում ենք պտտել։ Ջեռոցը արդեն 180 աստիճան տաք է, թխում ենք մոտ 25 րոպե։ Եվ իհարկե զարդարում եմ մանուշակագույն ծաղիկով։ Եվ իհարկե աշունը առանց խնձոր, դարչին, ինձ թվում է պատկերացնել հնարավոր չէ։ Շնորհակալություն։ Հուսամ կհավանեք, խնձորով թեթև դեսերտ է։ Շատ լավն է։ Հա։ Ես հիմա եմ հասկանում, որ մի քանի բան կարող էր ավելի լինել, բայց ոչինչ մյուս անգամ։ Ձեր մյուս գալուց։ Ինքը ընտիր էր, ոչ շատ քաղցր է։ Ինձ մեն ամբողջացրեց այսօրվա մենյուն, հատկապես, որ հացային բան գրեթե չօգտագործեցինք երեկոյի ընթացքում, եւ այս դեսերտը եկավ եւ լրացրեց նաեւ այդ բացը։ Ինձ համար միշտ հետաքրքիր են եղել այն բիզնեսները, որ այսպես ворթոց ворթի անցել են։ Որովհետև միշտ տրամաբանական է, ասում ես, ահա դե ընտանիքը ուներ, արդեն կայացած բիզնես էր, դե պարզ է, որ պիտի տար ворթիները կամ ժառանգները զբաղվեին։ Բայց այստեղ կա երկու ճանապարհ, ինչպես ամեն տեղ հավանաբար։ Կամ կործանման են տանում, գիտենք հայտնի դեպքեր, կամ հակառակը։ Հիմա սկսենք ձեր պատմությունը։ Ոնց որոշվեց առհասարակ, որ դուք լինելով պարոն Բեգլարյանի որդին պետք է դառնաք Ֆլեշ ընկերության գործադիր տնօրեն։ Եվ ինչու հենց դուք։ Իմ համար համենայն դեպս շատ աստվածային նախախնամությամբ պատմություն է։ Ինչու։ Որովհետև երբ որ հիմա դուք ասում եք հայացքով հետ եմ նայում անցած 7-10 տարի առաջ ոնց սկսեց եւ ոնց եկա ստեղ, մի քանի բան ձեզ պատմելով դուք էլ կհասկանաք էլի ինչի է մոտ այդ տպավորությունը։ Նախ ես տան փոքրն եմ, ճիշտ է եղբայրներս էլ են ներգրաված ակտիվ մեր գործերի մեջ, քանի որ միայն Ֆլեշը չի, բայց Ֆլեշը իրականում եւ մայրն է բոլոր այլ բիզնեսների եւ ի վերջո ամեն ինչ սկսել է Ֆլեշից եւ հորս որոշում կայացնել թողել այն ինչ ինքն է սկսել
ինչպես ես կարամ ասեմ հիմա իմ օրինակով, ամենահավեշտալին այն է, որ հարցազրույցից գալուց առաջ հորս հետ թեթևելի այդ թեման հիշեցինք եւ խոսացինք, այտենց այսպես ասած ֆլեշբեք անելով 7 տարի առաջ, ասացի կդժվարանամ ասեմ կարողանամ արդյոք ես նույնպես ոնց որ դու փոխանցեցիր, ես իմ սերունդին փոխանցեմ, որովհետեւ դա հեշտ չի։ Անշուշտ։ Հիմա նայելով շատ բաների, երբ որ դու մի գործի մեջ դնում ես էներգիատ, ժամանակդ, զոհաբերում ես նժարին ընտանիքդ, դա չի լինում ուրիշ կերպ։ Նման տիպ մեծ բաները ես չեմ հավատում այդ պատմություններին, որ կարող ես այնպես բալանսավորել, որ ընտանիքը չտուժի։ Չկարա ցենց մեծ բիզնեսում տենց բան լինի։ Ճիշտ է, դա չի նշանակում, որ դու պետք է դառնաս գործի գերին։ Այսինքն այո, ընտանիքդ էլ է շատ կարևոր եւ ավելի կարևոր ասեմ ձեզ, բայց այնուամենայնիվ դա մեծ ժամանակ եւ մեծ կյանքիցդ քո կտոր է տանում նման բան կայացնելու առումով, հատկապես ես սա ասելով կարող եմ ասել, խոսում եմ ես Վեգներյան Բարսեղի հիմնադրած ֆլեշի համար, որովհետեւ դուք շատ ճիշտ նշեցիք, մենք նոր սերունդներս, մենք նոր ժառանգներս մի տեսած կայացած բան ենք վերցնում արդեն։ Եվ ես հիշում եմ միշտ որ շահարկվում էր, ասում էին շրջապատը ընկերները ասում էին եղածը պահեք լավ է։ Այսինքն հələ չէի խոսում շատացնելուց, չէի խոսում ծաղկեցնելուց, իհարկե կյանքը եւ պրոգրեսը միտված է դրան, բայց դուք ճիշտ եք նշում, որ այնպիսի բաներ կարող են լինել, որ ոչ միայն եղածը չկարողանաս պահել, այլ նաև կորցնես։ Ինչպես որ դուք ասացիք, տրամաբանական է հորից որդի, որդոց որդի, հորս դեպքում այդքան էլ այդպես չէ։ Մի քիչ ավելի փակագծերը բացելով ասեմ, ինչու եմ այդպես ասում։ Ես ծնվել եմ ֆլեշի հիմնադրումից 2 տարի առաջ եւ կարելի ասել կողքի մեծացել եմ ֆլեշի հետ։ Եվ ես ծնվել եմ մեծ բիզնեսի ընտանիքում, բայց փողից հեռու։ Միայն ես չէ։ Փողից հեռու։ Այո, մեծ գումարից հեռու։ Ինչպես։ Այսինքն հայրս իրան հաջողվել է, ես չգիտեմ ինձ կհաջողվի թե չէ, բայց ինքը կարողացել էր այնպիսի պատրանք ստեղծի, որ ես չեմ հասկացել ինքը ինչ ընկերություն ունի, ինչ մասշտաբի մեջ է եւ շատ դեպքերում միշտ կատակով եմ ասում, որ եղել է դեպքեր գումար եմ ուզել, մերժվել եմ, ես ոչ թե մտածել եմ, որ կա չեն տալի, այլ կարողա չկա։ Դա իրոք բարդ է, ես չեմ կարող ասեմ, իրոք ես չգիտեմ կարող եմ, ես տենց անեմ իմ երեխաներին տենց ինչ որ պատրանք ստեղծեմ, բայց հավանաբար ոչ, որովհետև ժամանակներն են շատ փոխվել, ամենայն դեպս իր մոտ հաջողվել էր դա։ Երբ հասկացաք, որ դուք մի ընտանիքում եք ծնվելու մեծանում, որը ունի Հայաստանի ամենամեծ բիզնեսներից մեկը։ Որ ասեմ ոչ շատ շուտ չեք հավատա երևի։ Ես ամեն ինչի կհավատամ։ Երևի ոչ ավել քան 10 տարի։ Ոչ ավել երևի։ Ինչ դեպքից հետո։ Հիմա գամ դեպքին, ինչը բերեց ինձ ֆլեշ։ Իմ կարծիքով ոնց որ այդ պատմական շղթան ուղակը տեղից է սկսել, երբ որ ես առանձին այդ մասով դասախոսական թեմա եմ վարում երեխաներին, որովհետև գտնում եմ, որ այդտեղ կա լիքը ուսուցողական թեմա։ Նկատի ունեք հայ սլավոնական համալսարանում, որտեղ դասախոսում եք։ Դրա մասին քիչ ուշ ավելի կխոսամ, բայց երբ որ հայրս որոշեց գումար տրամադրել ինձ եւ եղբայրներիս եւ ազատ դաշտ տրամադրել գործելու այնպես, ինչպես որ կուզենք։ Գումարը շոշափելի գումար էր, հատկապես այդ ժամանակ, խոսքը գնում է մի 10 տարի առաջ, որը որ մեծ գումար էր, կարող եմ նշել։ Ես կուզենայի լսել, ինչ խոսք։ Իրականում ինքը $1 միլիոն բաժնեց 3 մասի, այդ ժամանակվա $1 միլիոն համոզված ձեզ ասում եմ, այսօրվա $10 միլիոն։ Այսինքն ինֆլյացիան իր դերը խաղացել է եւ արժե զրկվել է գումարի այն չափը, որ մենք ենք հիմա պատկերացնում։ Եվ ոնց որ տեղից որպես տան փոքր
քանի որ մեկը չի բաժանվում նորմալ 3-ի, մի պոչիկովը ինձ բաժին հասավ։ Մեծ պոչիկովը։ 1000-ի տարբերությունը, այսինքն 333, 333, 334։ Ծիծաղալիան է, որ դասախոսության անունն եմ տենց կոչի։ Դասախոսությունը կոչվում է $334,000։ Այն ժամանակ լցականներում սկսել էի մանրածախ առևտրով զբաղվել շոփի վատ տեսակով։ Այսինքն չկար խանութ, բայց կար լցականում վաճառք, ծխախոտի, խմիչքի, քաղցրավենիքի, բայց դրսի առևտրի մակարդակում։ Այսինքն չկար այդ մշակույթը։ Այո։ Այսինքն իմ մոտ այդ միտումը կար ձեր ասած դրսի կուլտուրայի, բայց քանի որ այն ժամանակ իմ մոտ կար վախը, որ մարդը մեքենայից չի իջնի եւ չի մտնի խանութ, չի մտնի մանրածախ առևտրի կետ որպես այդպես։ Աշխատողին կասի 2 հատ խնդրում եմ այն կողմից։ Այո, այդ նույն տրամաբանությամբ ես փորձեցի մեր բիզնեսի զուգահեռ կառուցեմ այլ բիզնես։ Դա էր նաեւ գովազդային կրիչներ էի կառուցել լցակետերում, որ գովազդ վաճառեմ այլ ընկերությունների համար։ Այլ ընկերությունների համար, էլի լցակետերում, որովհետեւ այդտեղ կա տրաֆիկ, այդտեղ կա հոսք։ Եվ մի շարք այլ անլուրջ բիզնեսներ, եթե sense կարամ ասեմ, սրանք իմ համար ավելի լուրջ էին։ Իսկ ժամանցը ինչ էր, որ ասացիք այդ տարած։ Ժամանցը այդ տարիքում դու 22-21 տարեկան ես ընկերների։ Եվ պարզվում է, որ քո հաշվին կա $344,000 ամերիկյան դոլար այն թվով։ Գիտեք, այդ զգացողությունը քեզ ոնց որ մի տեսակ sense վստահություն տան։ Բնականաբար ցանկացած երիտասարդի մոտ, երբ որ հաշվին գումար կա, ինքը ավելի ինքնավստահ է լինում։ Ինքը իր քայլերի մեջ ավելի վստահ է, ավելի եւ դա է վտանգը։ Բայց եկեք չմոռանանք, որ անցնում է առաջին ալիքը, այդ ոգևորությունը, այդ էքստազը, որ ես այսքան գումար հաշվիս վրա, այս կանեմ, այն կանեմ, հնարավորություններ կան։ Եվ գալիս է իրականություն, երբ դու պիտի գործես կամ մսխես այդ գումարը եւ մնաս 0-ով, որտեղ ոչ ոք էլ քեզ չի պատրաստվում տա երկրորդ 334,000-ը, իմ կարծիքով ոչ ոք չէր տալու երկրորդ անգամ այդ գումարը։ Առաջին этаպի այդ ալիքից հետո այ երբ արդեն հասկացաք, որ չէ, ես ունեմ այս ակտիվները, ես ունեմ այս գործը եւ ես պարտավոր եմ դա ոչ թե կործանման տանել, այլ պետք է զարգացնեմ եւ ես ինքս էլ հետը զարգանամ։ Կորցնելուց հետո։ Կորցրեցի։ Հիմա նայեք, շատ ճիշտ բան եք նշում, բայց ասում եմ շատ դեպքերում այդ առաջի փուլը հաղթարելու համար դու պետք է 3 տարի անցնես։ Ու երբ որ դու գնում ես այդ ինքնավստահության հոսքի մեջ, դու չես զգում ժամանակը ոնց է անցնում։ Այդ ժամանակ արդեն ամուսնացած էիք։ Չէ, սենց մի քիչ անցումային փուլ էր, ոնց որ հենց որ ամուսնացա, անկեղծ ասած ամուսնությունից մի քանի ամիս հետո գիտակցությունն եկավ պատասխանատվություն։ Այ որ դուք խոսում եք ազատությունից, եթե չեմ սխալվում, Վիկտոր Ֆրանկլն է ասել, որ Նյու Յորքը կառուցելուց մենք մի հատ մեծ սխալ արեցինք, ազատության արձանին զուգահեռ հանդիպակաց պետք է կառուցենք պատասխանատվության արձանը։ Որովհետև երբ որ ազատությունը չի միաձորվում պատասխանատվության հետ, ինքը շատ վտանգավոր բան է դառնում, այո։ Կորցնելուց հետո ինչ տեղի ունեցավ։ Կորցնելուց հետո տեղի ունեցավ բախում իրականության հետ, բախում քո իսկ ուղեղումդ պատկերացրած պատրանքների հետ, որ դու ունես այն փորձը, այն խելքը, որ դու այս գումարով խոչես մսխելու, գումար պետք է աշխատես, մեզ թվում է, որ մեր ծնողները մեզ լույս աշխարհ են բերել եւ չասեմ պարտավոր են սիրել, այո սիրում են, դա պարտավորության հարց չեմ պատկերացնում մի ծնող չսիրի իր երեխային, բայց մեզ թվում է իրանք պարտավոր են մեզ պահեն։ Այդտեղ մեծ մոլորություն է երեխաների մոտ։ Նույնիսկ չեմ հիշում որ ֆիլմից էր, բայց Դենզել Վաշինգտոնն է իր երեխային ասում հա ես քեզ պարտավոր եմ սիրել, բայց որտեղ ասում ես քեզ պարտավոր եմ պահել։ Այն ինչ որ պատմում եք, իմ գլխի մեջ այսպես դիսոնանս է առաջանում, որովհետև չեմ հավատում, որ պատմում եք այն մարդու մասին, ով իմ դիմաց է հիմա նստած։ Այս էլ որ հետ եմ նայում։ Երբ դարձակ այնպիսին, ինչպիսին եք, ասեմ ձեզ այդ ժամանակ ծանր սկսեցի տանել հորս խոսքերը, ոնց որ ասում եմ Երման ջուր լիներ ու
պետք էր դա։ Գիտեք, խորը ցավերը քաղցր դեղով չեն բուժում։ Ցանկացած լուրջ հիվանդություն պահանջում է դառը դեղ, չկա լուրջ հիվանդության դեմ քաղցր դեղ։ Չի լինի։ Աշխարհի կարգն է տենց, ըստ կփաստեք, ով որ գիտի, ծանր հիվանդություն տարած մարդ ցանկացած դա կփաստի։ Ես այդ ժամանակ ստացա դառը դեղ ու շատ մեծ դեր խաղաց կինս, որ իմ ընկերն է, այդ ժամանակ ես բացահայտեցի կնոջս նաև որպես ընկեր, նոր է ամուսնացել, որտեվ շատ ընկերներ էլ կորցրեցի այդ ընթացքում, բնականաբար։ Ես սպասում եի այս դա է նորմալ, այսինքն դա էլ է կյանքի անբաժանելի մաս, բայց կինս էլ չպաշտպանեց ինձ լավ իմաստով։ Այսինքն արդարացրեց հորս խոսքերը, որոշակի առումով ավելի մեն խոսքերով, բայց հաստատեց այն ինչ որ հայրս ասեց։ Այդ ժամանակ նաև ընկեր ունեի, որ գոտե պնդեց, այդ ժամանակ հասկացա, որ ունեմ կարիք շատ նորից կրթվելու։ Ես նենց չի, որ չեմ կրթվել մանուկ հասակում եւ համալսարանում ստացել եմ կրթություն։ Բայց այն կրթությունը, որ գիտակցաբար է ստանում եւ ցանկությամբ դա ուրիշ բան է։ Դա միշտ պարտադրված կրթություն է եղել, ոնց որ կա обязательный կրթություն, պարտադրված եւ կա ցանկալի կրթություն, որը դու ինքդ ես գալի դրան, որ դու արդեն այդ քաղց ես դառնում կրթվելու։ Այդ ժամանակ սկսեցի ես այլ ձև իմ կրթության վրա աշխատել, նորից սկսեցի ընթերցել արդեն իմ կամքով, ոչ մեկ ինձ չէր ստիպում։ Իմ նորից ընթերցանությունը հաջողության համար ոնց ասեմ, դա անբաժանելի իմ համար գործիք է։ Այսինքն եթե դու ուզում ես հաջողես, դու պետք է կրթվես։ Իսկ կրթվելու լավագույն մեթոդներից մեկը ընթերցելն է, հենց իմին ընթերցելը, կարաս լսես խելացի տարբեր բաներ, կարաս նայես խելացի տարբեր բաներ, բայց գրքերի մեջ պարունակում է, գրքերը իրենց մեջ պարունակում են մեր նախնիների լավագույն փորձը։ Հիշենք այս ասածը, որովհետև ես վերջում խնդրելու եմ ձեզ մի քանի կետ տալ հաջողության հասնելու համար։ Շարունակեմ, մի քիչ այս հարվածներից ուշքի գալով, այսպես ասած, ուսումնասիրեցի արկա ինչ հնարավոր տեղ կա, որ կարող եմ անցնել աշխատանքի եւ նայեցի էկոնոմիկայի նախարարությունում բաժին կար ներդրումային կառավարման, թե ներդրումների ներգրավման, հիմա լավ հստակ չեմ հիշում։ Մի խոսքով այնտեղ տենց փորձագետ, էքսպերտ, ճակերտավոր 80000 դրամ աշխատավարձով ամսական։ Ինչ մեծ թիվ։ Փողկապով առավոտյան ժամը 9-ից 9:15-ը մինչև հնարավորություն կար շուշանալու, այսինքն մինչև այդ պատկերացնում եք ես ազատ։ Ես իմ գլխի տերը, երբ ուզեցել եմ արթնացել եմ, ինչն էլ իմիջիայլոց ձեզ ասեմ, մսխելու պատճառներից մեկն է եղել։ Երբ որ դու շատ շուտ դառնում ես քո գլխի տերը, որ դու դեռ պատրաստ չես։ Երբ պարոն Բեգլարյանը նորից սկսեց վստահել իր կրտսեր որդուն, Սանասար Բեգլարյանին։ Երբ որ ես սկսեցի հաճախել նախարարություն, ինքը տեսավ որոշակի կարգապահություն, հետաքրքիր է, որ այդ ժամանակ մենք ունեցանք մեր մի բիզնեսներից մեկում խնդրեմ։ Մեծ գումարի չափով շորթում էր տեղի ունեցել։ Հիմա այդ բիզնեսը իհարկե մենք վաճառել ենք, բայց ինչ որ առումով ես շնորհակալ եմ այդ բիզնեսին, որ ինձ բերեց հետո ֆլեշ։ Դա վստահությունը վերականգնեց ձեր ամենակարևորն է։ Ընկերություններ, որը ավտոտեխ սպասարկում, ավտոպայեստամասեր եւ այլն, որը որ նույնպես իր մասշտաբով փոքր չէր, այսինքն ինքը նույնպես խոշոր բիզնես էր համարվում եւ այնտեղ այդ խնդիրների ներքո ոնց որ ես ցանկություն արտահայտեցի, որ ես պատրաստ եմ գնամ այնտեղ օր ու գիշեր փորձեմ արդարացնել, ուսումնասիրեմ խնդիրները, հասկանամ ինչ կարող եմ անել, այդ ժամանակ տնօրեն նշանակվեց, ես նշանակվեցի կոմերցիոն տնօրեն եւ մենք միասին սկսեցինք միջամտել ընկերության գործունեության մեջ եւ մեկ տարվա մեջ չեմ ասի ամբողջովին կարգավորեցինք բիզնեսը, բայց ահագին հաջողություններ ձեռք բերեցինք եւ այդ ձեր ասած վստահությունը կամած քիչ վերականգնելով եկանք հասանք այդ կետին։ Այդ վստահության հետ մեկտեղ նաեւ ինձ թվում է շատ կարեւոր կետ է, երբ ծնողը սիրում է երեխային, բայց հատկապես որդի հարաբերությունների մեջ ինձ թվում է ինչ որ մի կետում որդիները
սկսում են նաև նվաճել հարգանքը, որ հայրը հարգի որպես տղամարդ, որպես բիզնեսի մարդ, որպես ընտանիքի հայր եւ այլն։ Այ հիշում եք այդ հատվածը, երբ հասկացաք, որ վստահությունը արդեն կա, վերականգնել եք եւ այո, այս կետից հետո նաև վաստակեցի ինձ հարգելու իմ իրավունքը։ Դուք այն օրից խոսեցիք, որ հիմա ինձ մոտ sense մի անգամից աչքիս առաջ եկավ, երբ որ ես դարա դե ֆակտո ֆլեշի տնօրենը։ Դա բնավ այն օրը չէր, երբ որ ես դե յուրե նշանակվել էի եւ ես միշտ այնց համարում եմ, որ այդ օրը ես դարձա ընկերության ղեկավարը։ Երբ որ ծանր որոշումների կայացման process-ում հայրս ներխուժեց իմ սենյակ, որտեղ ներկա են նաև իր ենթակաները եւ ուզում էր միջամտել որոշումների կայացման մեջ, ես այդ պայն մի թեթև sense 4 ձևով խնդրեցի, որ դուրս գա սենյակից եւ գնա իր մոտ, եթե անհրաժեշտություն լինի, ես կմտնեմ իր մոտ եւ կխորհրդակցեմ։ Ես էլ չեմ կարող բացատրեմ դա ոնց եղավ, իրոք, այդ պահին տենց ռուսերեն ասած կրիկ դուշի, հա, երևի, հա, ներսից բղավոց ձայն, հա, ինքն էլ շատ զարմացավ այդ ձեր նման, կարելի ասել, հետո ես սկսեցի ինձ մեղադրել, երբ որ դու գնաց ինքը, ձայն չհանեց ու գնաց։ Ես սկսեցի տենց իմ մեջ ինձ մեղադրել, մեղվել, ոնց խի սենց թույլ տվեց, որովհետև հասկանում եք, այնտեղ մենակ ղեկավար ենթակա հարաբերություն չի, շատ դժվար է, երբ որ այդտեղ կա նաև ծնող որդի։ Իհարկե։ Դա շատ դժվար է, ես միշտ ասել եմ, այլ հավասար պայմաններում կարաս դիմմդ գրես դուրս գաս, բայց ծնող որդի հարաբերությունից չես կարա դիմմդ գրես դուրս գաս։ Չի լինում տենց բան։ Կարաս, բայց դա անթույլատրելի է եւ Աստված հեռու տանի այդ վիճակից էլի, որ կարող է տեղի ունենալ։ Հետո մի 15 րոպե ես իմ մեջ վերլուծում էի ոնց եմ տակից դուրս գալու, ուզում էի մտնել իր մոտ, արդարանայի կամ ինչ որ բան, ինքը եկավ, ասաց մի նեղվի, սա ճիշտ է Սարե։ Այդ ժամանակ նույնիսկ հիշում եմ, ասացի, եթե տենց չի, եկեք ես գրեմ արձակուրդ գնամ։ Դուք որոշումները կայացրեք։ Կայացրեք, ստեղ անիմաստ չնստեմ ես, էլի։ Սենց էլի մի քիչ այնց բան խոսակցություններ, լարված խոսակցություններ։ Հետո ինքը վերադարձավ, ասաց մի նեղվի, սա ճիշտ է, ես եմ մեղավոր, ես պիտի չմիջամտեմ, տավել եմ, պիտի վստահեմ, պիտի բաց թողեմ։ Ու տեղից սկսեց դե ֆակտո, միշտ որ ասում եմ, տեղից եմ ես համարում, որ դե ֆակտո դառել եմ ընկերության ղեկավարը։ Բրավո։ Ես շատ կուզենայի, շատ սիրուն պատմություն է սա եւ ես գիտեմ, որ դուք ինչպես արդեն ասացի, դասախոսում եք հայ-ռուսական համալսարանում եւ սրա մասին նաեւ պատմում եք ուսանողներին, եթե ճիշտ եմ հասկանում, որովհետեւ սա կարող է իսկապես ոգեշնչել։ Անկախ նրանից դու ունես այդ գումարը այնտեղ դրած, որը հետո կորցնելու ես, թե չունես այդ գումարը։ Ես կուզենայի, ինչպես հանդիպման սկզբում ասացի, այս հանդիպումը նաեւ ծառայի այն երիտասարդներին, ովքեր սկսում են կերտել իրենց երազանքը եւ ունենան բանալիներ իրենց ձեռքերին, հետեւելով ձեր օրինակին, տեսնելով ձեր պատմությունը, բանալիներ, որոնք կօգնեն հաջողության հասնել։ Եթե փորձենք կետերով առանձնացնել, հա, ինչ բանալիներ կտակ հաջողության հասնելու համար։ Նշեցիք դասախոսելու թեման, մի քիչ այդտեղ կուզեմ թեթև անդրադարձ կատարեմ, նախ բնականաբար այսօր իմ գրաֆիկը բավականաչափ ծանրաբեռնված է, որովհետև ֆլեշային ընկերությունն է, որը պարտադրում է, որ տրամադրես իրան գերակշռող ժամանակը, բայց ինձ համար ոչ պակաս կարևոր է նաև սերունդի հետ շփումը եւ եկող սերնդի հետ շփումը, երբ որ որոշում կայացրեցի դասախոսեմ, դա շատ երկար չի, 1 տարի է որ դասախոսում եմ, անցած տարվա սեպտեմբերի 1-ից եմ սկսել։ Հիմնական նպատակս նա էր, որ առաջին հերթին ինքս ինքնակրթումս չդադարեցնեմ, որովհետեւ դու պետք է ունենաս որ տաս։ Դու պետք է անընդհատ քո վրա աշխատես, նոր գիտելիք, նոր մոտեցումներ, բիզնես աշխարհում, բիզնես աշխարհից դուրս, որպեսզի կարողանաս եկող սերնդին փոխանցես։ Երկրորդը գտել եմ, որ կա բան փոխանցելու։
Այս նույնպես որ դուք եք հիմա լսում պատմությունը, որը ես որոշակի ձևով մի քիչ ավելի խորը, ավելի նուրբ ներբերանքների վրա ուշադրություն դարձնելով վերածել եմ դասախոսության, որովհետև գտնում եմ, որ եկող սերունդը պետք է լսի այս պատմությունը, որպեսզի մեջից ծաղկաքաղանի այն ամենը, որը կարող է իրեն անհրաժեշտ լինել իր հետագա ընթացքի համար։ Ես համոզված եմ, որ իրանք նույն սխալները կատարելու են, բայց սա նպատակ է, որ այդ սխալները կատարելուց հիշեն այս պատմությունը, սկսեն որոշակի առումով կորեկտիրովկաներ մտցնել, ձևափոխեն, շտկեն, եւ երրորդը, որ սերունդի հետ կապս չկորի։ Այո։ Դա կարևոր է, որովհետեւ մեզ թվում է, թե մենք նույն տարիքում ենք մնում կամ չենք մեծանում, բայց դա տենց չի։ Եվ դա կարևոր է, որ սերունդի հետ կապը պահես։ Իսկ եթե խոսում ենք հաջողության դասերից կամ բանալիներից, գիտեք, Առաջինը նշեցիք գիրք ընթերցելը։ Հա, բայց ստեղ լիքը մարդ կարող են ընդդիմանալ ինձ, ասեն, ինքան գիրք կարդացող մարդիկ կան, քիչ են հարստանում։ Համոզմունք կա, ասվում է, որ եթե դու ուզում ես ընտանիքդ լավ ապրի, դու պետք է օր ու գիշեր քրտնաջան աշխատես։ Բայց եթե դու ուզում ես հարստանաս, դու պետք է ինչ-որ նոր բան մտածես։ Եթե մենք հաջողությունը նկատի ունենք հարստանալու մասին, սրանք տարբեր բաներ են, որովհետև հաջողությունը շատ դեպքերում թաքնված է ոչ հարստության մեջ։ Այստեղ շատ կարևոր է, ինչի համար ենք մենք ուզում մարդ հաջողի, հա։ Եթե գանք վերջնաարդյունքին, վերջնաարդյունքը երջանկությունն է։ Լիքը հարստացած հարուստ մարդիկ կան, ովքեր արտաքին աշխարհի դատողությամբ կամ կարծիքով հաջողության հասած են, բայց իրենք իրանց երջանիկ չեն համարում։ Բայց լիքը երջանիկ մարդ կա, որը իրան չի կարա հաջողակ չհամարի։ Չկա գետ մեկ երջանիկ մարդ, որ իրան հաջողակ չհամարի։ Իսկ եթե մարդը երջանկություն է զգում, երջանկության մեջ է, ինքը համարում որ ինքը հաջողել է։ Այդ այլ բան է, որ ուրիշ մեկը գուցե դա չհամարի երջանկություն կամ ասի, այդպես էլ չհաջողեց, այդպես էլ չհարստացավ, բայց այն ինչ որ իր ներսում է եւ այն բալանսը, որ ինքը կարողանում է գտնել, դա միայն ինքը գիտի եւ այո, ճիշտ եք ասում, երջանիկ մարդը չի կարող հաջողակ չլինել։ Այո, բայց շատ կարևոր բան պետք է նշեմ, նայեք, մենք խոսում ենք հաջողության հասնելուց, բայց եթե պատմություն ուսումնասիրենք հաջողակների բոլոր մասշտաբներով եւ մեր երկրից ներսում եւ մեր երկրից դուրս, հաջողությունը ինքը յունիկ է, ինքը յուրահատուկ է, ինքը ամեն մեկինը տարբեր է։ Չկա հաջողության բանաձև։ Եթե հարցնես ամեն մեկին ոնց ես հաջողել քո բիզնեսում, ամեն մեկը մի հատ հետաքրքիր, խուճուճ, տարբերվող պատմություն կպատմի։ Ես այդտեղ ավելի շատ կուզեմ մենք կենտրոնանանք, ինչեր պետք է անի մարդը, որ չանհաջողի։ Չտապալի։ Այսինքն այդտեղ դրա մասին այդտեղ սխալներից խոսալը ավելի շատ եմ հարկ համարում, քան հաջողելուց։ Շատ լավ, եկեք այսպես չսխալվելը բերում է հաջողության։ Հասկացա, եկեք այդպես բանաձևի մեջ դնենք, հա։ Ինչ է պետք անել, որ մարդը չտապալի։ Կամ հաջողի։ Okay, չտապալելով գնա դեպի հաջողություն։ Ունեք, ամենակարևոր բաներից մեկը մեր սովորույթներն է։ Մենք մեր կյանքի զգալի մասը 90-95% ապրում ենք մեր սովորույթների հիման վրա, որովհետև ուղեղը չի ուզում շատ ծանրաբեռնվի եւ այդ սովորույթները դառնում են ավտոպիլոտ գործողություններ։ Սենց մի համոզմունք կա, ասում է կյանքում դժվար սովորույթները, լավ սովորույթները դժվար են ներդրվում մարդու կյանք, բայց հեշտացնում են մնացած կյանքի հատվածը։ Իսկ վատ սովորույթները շատ հեշտ են ընդօրինակվում եւ դժվարացնում են մնացած կյանքի հատվածը։ Առաջինը պետք է ձևավորվեն լավ սովորություններ։ Եվ եթե մարդ ունի վատ սովորություններ, վատ սովորությունը կարող է միայն հաղթարի լավ սովորությունը։ Դու ուրիշ կերպ չես կարող հաղթարել վատ սովորությունը։ Լիքը մարդ հույսը դնում է կամքի ուժի վրա, եւ հետո այդ կամքի ուժը միտեղ կտրվում է, ինքը հիասթափվում է իր ուժերի, իր կամքի վերաբերյալ, չհասկանալով, որ պայքարելու գործիքը սխալ ընտրե։ Ոչ թե պետքա կամքով փորձես դուրս հանել վատ սովորույթը, այլ պետքա փորձես տեղը լավ սովորույթով լցնել։ Երկրորդը սովորույթը որպեսզի ձևավորվի, պետք է կարգապահություն։ Կարգապահությունը անխուսափելի փաստ է թե մարդու անհատական, թե ընկերության հաջողության համար։ Բոլոր տեղերը, որ ուսումնասիրեք, բոլոր հաջողած ընկերություններում, ինչքան էլ այդտեղ
չակերտավոր freelance, free mind, այսինքն ազատ ոճ, ազատ մտածելակերպ, ինչքան էլ այդտեղ գործի, ֆունդամենտալ ստրուկտուրայի տակ ընկած է կարգապահությունը։ Չեմ հիշում հայտնիցում խոսքներ, բայց իմ համար ամենալավ ձևակերպումը կարգապահության դա ասում եմ դիսցիպլինան դա այն է, ինչը շատ չես ուզում անել, որպեսզի հասնես նրան, ինչ շատ ես ուզում։ Մենք բոլորս ինչ որ շատ ցանկություններ ունենք ուզելի, բայց ցանկություն չունենք անելի։ Այսինքն չենք կարող որոշում կայացնենք, որ պիտի անենք, իսկ այդ անընդհատությունն է բերում հաջողության։ Այսինքն ամեն օր տեսել եք ջուրը նույնիսկ որ խփում է մի կետին անդադար, բետոնը երկաթը ծակում է։ Բնության օրենքն է նաև դա ցույց տալի, Աստված այնքան գեղեցիկ է բնության օրենքներում մեզ բաներ հուշում, որ ուղղակի պետք է ուշադիր լինես դրանք տեսնես։ Չի մտքումդ լինի։ Երրորդ կետը։ Հա? Չէ։ Երրորդ կետը։ Մարկսվելը ճիշտ է։ Երրորդ կետը կրթվելը, ինքնակրթվելը, անդադար կրթվելը։ Ես վերջի շրջանում թիմիս եմ անընդհատ այդ փիլիսոփայությունը առաջ քաշում, կա ճապոնական մի փիլիսոփայություն, որը կոչվում է կայձեն։ Կայձեն նշանակում է ճապոներենից թարգմանած անդադար կատարելագործում։ Անդադար կատարելագործումը ընկած է ոչ միայն անձի մակարդակում, այլ նաև ընկերության process-ների։ Մենք ամենասկզբում խոսում էինք մրցակցելուց, առաջ գնալուց, ավելի լավը մատուցելուց մեր ծառայությունը։ Անխոս դրա տակ ընկած է այդ անդադար կատարելագործման տրամաբանությունը։ Ես միշտ զուգահեռով անցկացնում եմ նույն տրամաբանությամբ առաջնորդվում է մեր քրիստոնեությունը։ Սրբության ճանապարհը անդադար սխալների վրայով անցնելուց մաքրվելով գալիս է կատարելագործման։ Ուրիշ ճանապարհ չկա։ Չորրորդ կետը։ Եթե կան կետեր էլի։ Չորրորդ կետը կա մի քիչ, բայց խոհա փիլիսոփայական է հնչելու, որովհետև չորրորդ կետը այն մարդկանց համար է, ովքեր որոշում են կայացրել իրենցից բացի հավատալ նաև Արարչին։ Չորրորդ կետը ես sense կբնութագրեմ, որ գործողություններդ պետք է անես այնպես, որ ասես թե ամբողջովին կախված է քեզանից, բայց հավատաս, որ դա միայն կախված է Աստծո կամքից։ Ամեն։ Ամեն։ Այ ես ինչու եմ սիրում հանդիպումները մարդկանց։ Ճիշտ է չպատմելը։ Չէ, գիտեք, ես միշտ զարդատուփի եմ նմանեցնում հարցազրույցը։ Անկախ նրանից դու մարդուն ինչքան լավ գիտես կամ ինչքան վատ գիտես, միևնույն է հարցազրույցի ժամանակ միասին անցնում եք այդ ճանապարհը, եւ անդադ զարդատուփի նման դուրս են գալիս մեջի զարդեր, գոհարներ, քարեր, ադամանտներ, ու այս մեր հանդիպումը իսկապես ինձ համար մի հատ մեծ զարդատուփի նման էր։ Ես պատրաստվել էի հանդիպել մի մարդու, չնայած նախկինում ունեցել էինք հանդիպումներ, բայց հանդիպել մի մարդու, որը խոսելու է բիզնեսի մասին, ընկերության 30-ամյա պատմության մասին եւ այլն եւ այլն, բայց որ այդ զարդատուփի ամենաներքևի հատվածից ես կհանեմ մարգարիտներից այնպես մի մեծ շար, այդ ինձ համար շատ անսպասելի էր ու շատ հետաքրքիր էր։ Շատ շնորհակալություն ես հանդիպման համար։ Ուզում շնորհավորել ընկերության 30-ամյակը, կարծեմ դեռ առիթներ կունենամ, բայց չեմ ուզում ձեզ բաց թողնել առանց շնորհավորանքների եւ առանց շնորհակալության այս հրաշալի օրվա համար։ Ես եմ շատ շնորհակալ ես հրաշալի թե քաղցր, թե նախուտեստ, թե տակուտեստի եւ իրենցից շարունակվող շատ լավ ջերմզրույցի համար։ Շնորհակալ եմ շատ։ Ինչպես ուտելիքը, այնպես էլ զրույցը շատ իմ համար համով զրույց ստացվեց, ասենց ասեմ։ Շնորհակալ եմ շատ։ Փոխադարձ եմ։ Մենք ավարտեցինք մեր մանուշակագույն ճանապարհորդությունը։ Ես վստահ եմ, որ դուք էլ երբ ճամփորդեք եւ անցնեք Հայաստանի մեծ ճանապարհներով, ընթացքում կնկատեք այդ մանուշակագույն մեծ սիրուն կառույցները, ֆլեշ ընկերության լցակայանները, որոնք հարմարեցված են այսօր արդեն հանգստի եւ լիցքավորման համար։ Այնպես որ հուսամ, որ կլիցքավորվեք լավ էներգիայով, հույսով եւ կշարունակեք ձեր ճանապարհը։